Անձրևն եկավ շաղալեն Ոնց մոտեցար Կոմիտասին, ու կոմիտասորներ ուրբաթ ձայնը ինչ նշանակություն ունի։ Առաջին անգամ շշուկով խոսեմ նույն բանը ասեմ մի քիչ ուրիշ տպավորություն կստեղծի Առավոտը սկսենք Կոմիտասով, նույն տունը, նույն պատուհանից տեսարանը, լրիվ այլ էր։ Նույն Հիտլերը ասում էր որ մտնեմ Մոսկվա առաջինը Լևիտանին եմ բռնելու ասում էր գավարիտ Մոսկվա Խազագրությունն ինչ է։ երաժշտական աշխարհի Էլդորադոն Ցեղը բացառապես ռիթմ է, Որ դպրոցը որ հիմա հետադարձ հայացքով նայում եմ դա հորս այդ զրույցներն են ինչպես սիրել տար հայրենիքը։ Մենք իրարից բացի ում ունենք 44-օրյա պատերազմին էլ ես մասնակցել։ Մի հրաշալի բան կա որ գրեթե չկա այստեղ որ մարդիկ իրար ընդունում են այնպես ինչպես որ իրանք կան Եթե աշխարհը հենց ձայնով է ստեղծվել ու եթե ավարտվի, ինչ ձայնով կավարտվի։ 5 minutes later Ողջույն։ Ես ընթերցում եմ ձեր բոլոր ոգևորիչ նամակներն ու մեկնաբանությունները ու սրտան շնորհակալություն եմ հայտնում։ Մեզ կարող եք աջակցել երկու տարբերակով՝ անվճար բաժանորդագրվելով YouTube-յան մեր ալիքին, սեղմելով զանգակի կոճակը եւ հավանելով այն տեսանյութերը, որոնք դիտել եք եւ իրապես հավանել եք։ Եվ վճարովի տարբերակով միանալով ամսական բաժանորդագրությամբ Re-Armenia հարթակի մեր նախագծին ցանկացած գումարի չափով։ Ի դեպ, մենք պատրաստել ենք կադրից դուրս հատվածներ բոլոր այն մարդկանց, որոնք կմիանան Re-Armenia-ի մեր նախագծին։ Նշածս բոլոր հղումները կարող եք գտնել այս էպիզոդի նկարագրություն բաժնում։ Ի դեպ, մեզ կարող եք դիտել նաև արդեն Spotify-ում եւ Apple Podcast-ում։ Շնորհակալություն։ Այսօր իմ հյուրը երգիչ, երգահան եւ դերասան Հայկ Պետրոսյանն է։ Հայկ ջան, ողջույն։ Ողջույն Լիլի ջան Ոնց ես։ Պարքաստու դու ոնց ես Լավ, շնորհակալ եմ։ Ինչ ես անում սովորաբար առավոտյան 10:30-ին եւ որտեղ ես լինում։ Նայած առավոտ, նայած 10:30 օրինակ եթե աշխատանքային օրեր են հիմնականում այդ ժամանակ արդեն աղջկաս տարած եմ լինում մանկապարտեզ եւ ինչ որ գործերով ենք լինում եթե ոչ աշխատանքային է կարող ենք այնպես անել որ առավոտը ընտանիքով տրամադրենք իրար կարող է ճոտ հետ գնանք խանութ ինչ որ նախաճաշի բան առնենք գանք սեղանը դնենք ասեմ չգնա մամային արթնացրու ասա նախաճաշը պատրաստ է ինչ որ sense հավես ընտանեկան բան անենք 10:30 կա որ կարող է քնած մնամ չգիտեմ օրինակ այսօր ընկերս Փարիզից եկել էր 7 տարի այստեղ չէր առավոտյան 5-ի կողմերը տարօթանավական որ եկա մի քիչ քնեցի այդպես ամեն դեպքում ինչ որ մի կողմից երևի միանման են ինչ որ մի կողմից է շատ տարբեր է 10:30-երը բայց ամենասիրելի բաները առավոտյան եթե տենց առանձնացնեմ մեկը մի պահ առանձին սրճելի սուրճ խմելուց ինչ որ օրը գծել տրամադրվել ինչ որ 1-2 բան Կոմիտասյան ստեղծագործություններից լսել եւ հետո ամենասիրելի պահը որ արդեն կինս եւ աղջիկս ոնց որ բոլորս արթնանում ենք արդեն ինչ որ sense ընտանեկան կյանքն է սկսվում այսպես այս աշխարհում ինձ համար շատ առանձնահատուկ սիրելի երկու մարդիկ որ այդպես արթնանում են օրը իրանց հետ սկսում եմ դա համարում եմ շատ այսպես մեծ բախտավորություն այդպես օրերը կան որ չգիտեմ առավոտյան կարող արթնանաս այսպես սայթակես ընկնես Facebook-ի մեջ եւ բախվես մի այնպիսի նորության որ հասկանաս որ այս նորությունը հավակնում է քո ամբողջ օրը եւ տրամադրությունը փչացնելու եւ այդպես ուժերս մեջդ փնտրում որ դիմադրես Գուցե սկսենք մեր զրույցը հիմնական ձայներից, հետո կգանք անշուշտ Կոմիտասին, քո հեղինակային կատարումներին եւս։ Այ քանի որ դու հատկապես վերջին շրջանում ավելի այսպես խորությամբ ես ուսումնասիրում հայկական երաժշտությունը, երգերը ու շատ ես առնչվում հենց ձայների, տոնայնությունների հետ, ինձ հետաքրքիր է առհասարակ ձայնը ինչ նշանակություն ունի քեզ համար եւ մարդկանց համար։ Վերջին 2 տարիների ընթացքում որ սկսեցի այդպես այս մեր կոմիտասյան աշխարհը մեր մշակույթի ինքնությունը ավելի խորությամբ փորձել ուսումնասիրել եւ ինչ որ մի կետի հասկացա որ այս ժառանգությունը ձայներ են, սա ձայն աշխարհ է եւ այդտեղից հարց առաջացավ իսկ ինչ է ձայնը ընդհանրապես
եթե կարելի է այդպես ասել, ձայնի փիլիսոփայությունը եթե փորձենք բացել, առաջին հայացքից շատ պարզ հարց է թվում, սակայն ինքը ունի շատ հետաքրքիր շերտեր, որ ինձ համար էլ նոր էին։ Հոգևոր տեսանկյունից ինչ է, գիտական տեսանկյունից ինչ է, հոգեբանական տեսանկյունից ինչ, սոցիալական տեսանկյունից ինչ է։ Կարող ենք երթով բացելով գալ։ Սիրով իհարկե։ Օրինակ հոգևոր տեսանկյունից եթե նայենք, նախ մի բան կա, որ եկեք որպես կոնցեպտ ընդունենք, մենք ապրում ենք պատկերների եւ ձայների աշխարհներում։ Մեր շփման գլխավոր միջոցը ձայնն է, մենք հենց հիմա մենք իրար հետ շփվում ենք ձայնով եւ ձայնով ու պատկերով են մեզ անցալում։ Քաղաքի ձայներ, խցանման ձայներ, չգիտեմ, այնտեղ բնության, պատերազմի եւ այլ եւ այլ։ Այսինքն սա շատ կոնկրետ ներգործություն ունի մարդու վրա։ Օրինակ հին եգիպտական հիերոգլիֆներում միտեղ այդպիսի մի նյութ աչքովս ընկավ, ասում է, որ այնտեղ հիերոգլիֆներում գրված է, որ աշխարհն արարվեց թոթ աստծո ձայնով եւ համակարգվեց պտահ աստծո կողմից։ Չգիտեմ ինչքանով է դա ճշմարիտ։ Օրինակ հինդուիզմի մեջ ասում են Բրահմա աստծո առաջին դրսևորումը եղել է հնչյուն, այդ հայտնի մեդիտացիոն այդ աում։ Նույնիսկ Ավստրալիայի աբորիգենները, որ տենց կիսամերկ ապրում են, մի այդպիսի երաժշտական գործիք ունեն, դուդրիջու կարծեմ կոչվում է, պապազած նվագում են, այն ասած ձայներ անում, ասում են դա էլ է առողջությանը մասնակցել։ Քրիստոնեության մեջ ի սկզբանե էր բանը, միտքը, առողջությունը, որ կարելի է ենթադրել, որ դարձավ ձայն կամ ինչ որ մի ձև հնչեց, քանի որ գրված է եւ Աստված ասաց եղիցի։ Եվ շատ այլ բաներ էլ կան։ Սրանից զատ օրինակ գիտական տեսանկյունից հետաքրքիր է, որ մարդը կարող է ընկալել, ինչպես ենք մենք ձայնը ընկալում ընդհանրապես, ինչ է հիմա կատարվում այս տարածության մեջ։ Սրանք հերցեր են, այսինքն ֆիզիկայի տեսանկյունից հաճախականություն է գալիս։ Մենք կարող ենք ընկալել 20 հերցից մինչև 20,000 հերց, այսպես միջին հաշվարկով ձայներ։ Այսինքն դեպի վեր եւ դեպի վար ամբողջ տիեզերքներ կան, որ մենք չենք լսում, բայց այս սահմանափակ տարածության մեջ էլ սա արդեն անսահման է, ամեն ինչ չես լսի երբեք, այսինքն մենք մրջյուններին չենք լսում, չգիտեմ, դելֆիններին չենք լսում, օրինակ ծաղիկները, երբ նրանց չեն ջրում, արևի տակ չորանում են, գոռում են, ալիքներ են գալիս, հերցեր, բայց շատ ցածր հաճախականություն, ոչ մեկ չի լսում, դա շատ նման է հայ ժողովրդին, որ միջազգային հանրությունից պատմական արդարություն է պահանջում եւ խնդրում, այսպես որպես մի համեմատություն։ Օրինակ թիթեռները մեզանից շատ ավելի փոքր են, թույլ են մեզանից, բայց շատ ավելի շատ են լսում։ Չղջիկները 200 քանի հազար կիլոհերց են լսում։ Շներն էլ կարծեմ ինչ որ անգամ Beatles-ը երգ ուներ, որի վերջին հատվածը միայն շներին էր հասանելի, ձայնային այդ հաճախականությունը մեզնից ավելի խորն են լսում։ Այդ երգն է։ Չեմ հիշում, բայց վերջում մի հատ բան կա, բարձր։ Հետո հասարակության տեսանկյունից տեսեք գովազդներում ինչ ձայն հնչի առաջին անգամ միայն քեզ այսպեսի բաներ կան, որ այս ձայնով ասվի, այս տոնայնությամբ ասվի, ուրիշ ձև է ազդում։ Ցույցերի ժամանակ ուրիշ ձև են խոսում, շշուկով խոսեմ նույն բանը ասեմ, մի քիչ ուրիշ տպավորություն կստեղծվի։ Եվ այլն, եւ այս սրանք կոնկրետ ներգործություն ունեն մեզ վրա։ Այսինքն լրիվ նույն բանը, մեկին նույն բանը, գոռալով ասես ուրիշ է, հանգիստ ասես ուրիշ է, քաղաքական գործչի ձայնով դա հնչի ուրիշ է, որովհետեւ ամեն ձայն մի ձև է ընկալում։ Երեխայի հետ խոսելիս շատ հետաքրքիր է նրանց ընկալումները ձայնի շատ ավելի զգայական են։ Մի քիչ խստության դեպքում նրանք անմիջապես ինքնապաշտպանական բանի մեջ են մտնում։ Այսա հոգեբանական ազդեցության մասին է։ Բելգիայում օրինակ ցույց էին ցրել ձայնային զենքով։ Սենց շատ բարձր հերցեր են գալիս, մարդիկ ուղղակի չեն դիմանում, գնում են։ Եվ այս արտաքին աշխարհի զատ ինչն է ավելի հետաքրքիր դարձնում այս թեման։ Յուրաքանչյուր մարդ ունի իր ներքին ձայնաշխարհը։ Յուրաքանչյուր մարդ, ես հենց հիմա խոսում եմ քեզ հետ, դու քո մտքում քո ձայնը ունես զուգահեռ, կարող ես պայտակ գնալ լրիվ ուրիշ ձայներ լսել, մանկությունից եկած ձայներ, ծնողների ձայներ, կարող է մի անծանոթ մարդու ձայն տպվի քո մեջ որպես մի խոսք, որ նա քեզ ասել է։ Մենք մեր ձայնը մի քանի հատ ունենք, օրինակ ինչ որ մի կարևոր որոշում կայացնելիս, այն որ մի ձայն ասում է համարձակվիր, մի ձայն ասում է պետք է զգույշ լինել, մյուս ձայն ասում է մնա տեղը չշարժվես, մեկ 4-րդ ձայնա գալի, մի բան էլ ես ասում եմ, եւ այսպես կարելի ձևակերպել, որ այդ ներքին ձայնաշխարհի բարձրագույն
դրսևորումը երևի կամ կետը մարդ անվանում է խղճի ձայն։ Էդ էլ է ձայն, եւ մենք շատ հաճախ ինքներս մեր կյանքին գնահատական ենք տալիս կամ դիմացինին կամ մի ամբողջ ժողովրդի կարելի է գնահատական տալ, տեսնելով թե նա ինչքանով լսեց այդ խղճի ձայնը եւ որը շատ հետաքրքիր ինչ-որ բան է այդ խղճի ձայնը, ինչ-որ միտեղ շատ պարզ ու հասկանալի, ինչ-որ միտեղ լրիվ անբացատրելի, անիմանալի այդպես։ Ինչքանով լսեց այդ խղճի ձայնը, հետո ինչքանով գործեց ըստ դրա։ Օրինակ իմ կյանքի օրինակով կարող եմ ասել, որ հիմա որ հետադարձ հայացքով նայում եմ, տեսնում եմ սխալներ հաճախ եղել են այն դեպքում, երբ ես չեմ ականջալուր չեմ եղել, թե ինչ է ասում այդ ձայնը։ Շատ հետաքրքիր աշխարհ է, մի խոսքով, այստեղ մարդը ինքին հետ կարող է խորհել, ինքին բացահայտել։ Եվ երբ այս տեսանկյունից ենք նայում կոմիտասյան ժառանգությանը, թե նա ինչպիսի ներգործություն կարող է ունենալ հոգևոր, հոգեբանական, գիտական եւ հասարակական, սոցիալ իրարատկյան կազմակերպելու տեսանկյունից, այս կոնցեպտի մեջ ոնց ասեմ, արժեքը սկսում է շատ կտրուկ բարձրանալ, որովհետեւ ձայնի մասին այս վերլուծությունները ամեն դեպքում ճիշտ է հնագույն ժամանակներից գալիս են, բայց մեր ժամանակներում ավելի գիտական հենք ունեն։ Ես նորություն այսպես չեմ ասում, սա այտենց բացահայտում չի իրականում, օրինակ մի մարդ կա Julian Treaser ազգանունը ներողություն սպայն չեմ մտաբերում, շատ պատահաբար նրա գիրքը գտա, Լոնդոնից է եւ ամբողջ դասախոսություններ է անում, տրեյնինգներ է անում, ասենք գործի մեջ ոնց ձայնդ օգտագործես, որ քեզ լսեն, հաջողություն ունենաս եւ այլն։ Իսկապես շատ հետաքրքիր եւ մի տեսակ անսահման աշխարհ է, որ ինչքան գնաս միշտ գնալու տեղ կա էլի այդ ուսումնասիրությունների մեջ։ Ես գիտեմ որ վեդայականության մեջ էլ շատ մեծ կարևորություն էին տալիս հին հնդկական այդ մշակույթում ձայնի առոգանությանը ու այնտեղ ունեին սուրբ երգեր ու սուրբ բառեր, որոնք միայն հատուկ վերապատրաստված մարդիկ էին ասում, քանի որ այդ բառերը իրենց առոգանությունը փոխելիս փոխում էին ամբողջ բառի իմաստը եւ իրենք հավատում էին, որ եթե անթերի արտասանությամբ բառը արտաբերեն, ապա բառը կարող է ֆիզիկական աշխարհում ֆիզիկական փոփոխություններ ունենալ, իրականության վրա ունենալ ֆիզիկական ազդեցություն։ Այսինքն թվում է, թե ինքը անշոշափելի, անտեսանելի մի բան է, բայց իսկապես նախ արկա է ամենուր, եթե երաժշտության կոնցեպտում վերածենք, երաժշտությունը թվում է ընթացիկ մի բան չէ, ոչ պրոֆեսիոնալների համար միացնում են մեկը ուրախանալու համար, մեկը կտրվելու, մեկը մտածելու համար, բայց եթե դա վերածում ես ձայների, իսկապես այդ ամենօրյա քո ճաշակը, ամենօրյա քո զբաղվածությունն ու միտքը ապահովում են քեզ շրջապատող ձայները։ Ու հենց քո առաջարկած կոնցեպտն էլ մեր նախաճաշից մեկի ժամանակ, որ ասացիր, առավոտը սկսենք կոմիտասով, ես փորձեցի ու պատկերը լրիվ այլ էր, հա, այդ նույն արթնանալու արարողակարգի մեջ ուղղակի կոմիտասի երգի տակ արթնանալով նույն տունը, նույն պատուհանից տեսարանը լրիվ այլ էր լինում։ Մեզանում ձայնային հիգիենա հասկացողությունը կարելի ասել բացակայում է։ Մենք ամեն առավոտ այսպես լարվածության մեջ ենք անցկացնում մեր օրը, կախված ժամանակների հետ, կապված մեր աշխատանքային գրաֆիկի հետ, եւ այսպես ասած մենք ինքներս մեզ պետք է հետևենք, որ կարողանանք ներողություն մեր պարտականությունները, մեր պատասխանատվությունները կյանքի կոչել եւ այդ պատկերացրեք այդ խցանումները, ամեն ինչը շատ կոնկրետ բացասական ներգործություն է անում մեզ վրա։ Դրա հանդեպ կարելի է ինչ-որ տենց անտարբերության իմունիտետ ձեռք բերել, բայց այդ դա երկար չի կարող դիմանալ։ Պետք է բալանսավորել, էլի։ Եվ էլի այսպես էս էքսպերիմենտը ես իրականացրել եմ, էլի, շատ երկար ժամանակ, օրինակ առավոտյան նախ եկեք ընդունենք մի հատ sense հանգամանք, էլի։ Մենք հաստատ կարող ենք շաբաթվա ընթացքում, չգիտեմ, 5-ից 10 րոպե տրամադրել այն մարդուն, կոմիտաս վարդապետին, որը փրկել է եւ հավերժացրել է մեր մշակույթը, էլի։ Ինչ կլինի, մի հատ 5 րոպե տրամադրենք այդ մշակույթին։ Օրինակ առավոտյան մի հատ շուշիկին, որ լսում ես, կամ
Էրզրումի շորորը Արաքս խմբի կատարմամբ մեկ էսենց զգում ես այդ հարսները աչքից սկսում են սենց որոշ շորոր գա կամ ասենք այսինքն մեկ օրինակ Շուշիկին այդ Էրզրումի շորը մի քիչ տենց այդպես ներդաշնակության է բերում օրինակ կամ Վաղարշապատի պարը լսում ես տենց ինչ որ սենց բան է բերում հա մտնում ես կյանքի տեմպի մեջ էլի մենք այնպիսի հարուստ երկարվեստ ունենք որ մեր կյանքի յուրաքանչյուր իրավիճակում դա կլինի խնդության, տոնակատարության, ցավի, տխրության, սիրահարության, ինչ շրջան ուզեք, կա երգեր, որոնք կարող են լինել մեր ուղեկցողը, մեր ընկերը այդ ժամանակ։ Ասենք Հով Արեգ Սարեջան երգը կարող ես լսել եւ ոնց որ ընկերդ քեզ մխիթարի զարմանալի զգացողություն է եւ մեծ բախտավորություն մենք այդ երգի կատարումը նաեւ ունենք Վարդապետի ձայնագրությամբ Հով Արեգ Սարեջան շատ հետաքրքիր երգ է մարդ բնություն փոխկապվածության մասին հարսանեկան երգեր 400-ից ավել ունենք սիրահարության երգեր որոնք ուղղակի զարմանալի կերպով արտահայտում են իրենց երանգի մեջ այդ իսկական մաքուր սերը այդ երգերի մեջ չկա այդ բաներ էլի որ այ ես տեսա ոնց դու մտար ակումբ ու ասենք քո մարմինը ինձ գերեց կամ ասենք ջանս իմ ջիգարս սիրում եմ քեզ իմ անուշ այս վիճակները չկան կամ այդ տառապյալ իմ աշխարհն է սիրելի ով ինչ ուզում է թող երգել ընդհանրապես սա դատող դիրքերից չեմ ասում ուղղակի տարբերությունը այն է որ այս երգերը մաքսիմալ բնական են այսինքն նրանք ծնվել են այդ բնական միջավայրում էլի այդ աղջնակը որ օրինակ գութան հաց տանող աղջիկը մի երգ կա իդեպ հրաշալի կատարում է այդ երգը Մարիամ Կանայանը ովքեր որ ժամանակ կունենան անպայման թող լսեն YouTube-ում կա Spotify-ում կարծեմ կա պատկերացրեք էլի Արթուր Շահնազարյանն էլ այս տեսարանը հրաշալի նկարագրում է որ այդ աղջիկը գնում ասեն գութան անողների մոտ այնտեղ է իր սիրած տղան շեկլիկի արը որը իր պապայի հետ միասին գութան են անում էլ այս աղջկա վիճակը պատկերացնում եք իր սիրած տղեն ու իր հերը լավ են իրար հետ էլի մի երջանկություն արդեն ինքն էլ այս տղայի համար տանում է ուտելիք էդ էլ այդ տղու երջանկությունն է էլի բերում է մոտ ասենք սովաշճումն է այդ տղեն ընդ արևից կորցանում ու գիտի որ ինքը սիրում է ձուկը տապկած տանում է էլի ու ճանապարհին երգում է Գութանը հաց եմ բերում Բերանը բաց եմ բերում Տես քեզ որքան եմ սիրում Ձուկը տապկած եմ բերում Ինչքան քնքշություն կա չէ ինչքան այդպես սիրո երանք կա այս ու մի հատ էլ գեղեցիկ ալիք եւ այս մի քանի օրինակ ասացի ամեն մի զգացմունքի հետ կապված այսպիսի օրինակները շատ են եւ շատ են նաեւ հզորության եւ ուժ պարգևող զգացմունքները ասենք մենք ունենք այդ էպիկ երգերը նաեւ որոնք դրսևորում են մեր ժողովրդի այդ խիզախ կողմը համարցակ կողմը իր երկրին ծառայող նվիրյալ տեր ու տիրական լինելու երանգը այդ հոհերնց երանգներ կա տենց էպիկ է լինում օրինակ Մոկաց Միրզան Վարդապետն ասում էր այդ ցածնական այդ երգերից են էլ տենց հորներ ու հուրփած կոմես ինչ որ տենց հզոր բան կա մեջ նույնիսկ ասենք գացեք տեսեք երգը որ ինքը տենց թվում է թե կես կատակ կես լուրջ երգ է ինչ որ հետաքրքիր խորհրդանիշներով բայց որ էներգետիկ լսես ոնց որ ասենք վիկինգները գնան անգլիան նվաճելու տենց հու գացեք տեսեք ով ակերել թուփը գացինք տեսանք գելն ասենց էլի ասենք որ հայերեն չի մնաս կյանքում մեջ կասես ընդ ինչ որ էց թուփ գել բան կմտածես այդ այլի գնացին վիկինգները
Եվ քանի որ մարդը ինքը նաև շատ զգացմունքային կերպար է, մեր մեջ մի ամբողջ զգացմունքային աշխարհ կա, որը պետք է սնել, հավասարակշռել, ամրապնդել, գոտեպնդել, այս երգերն ամբողջությամբ զգացմունքի այդ սերնահատիկից ծնված երգեր են։ Այս ձայնային կոնտեքստին վերադառնալով, այս երկուսը որ կպնում են իրար, մարդու ներաշխարհը, իր ինքնության գիտակցում եւ շատ այլ բաներ ամրապնդվում է։ Եթե այլի ձայնի մասին վերջին հարցս թերևս տամ, եթե աշխարհը հենց ձայնով է ստեղծվել, այդ ընդունենք այսպես իրականություն, քո կարծիքով ինչ ձայնով է ստեղծվել ու եթե ավարտվի, ինչ ձայնով կավարտվի։ Չգիտեմ, սա շատ բարդ աստվածաբանական հարց է։ Ամեն դեպքում մենք այստեղ այդ ձայնը չենք կարող լսել, որովհետև ենթադրում եմ, որ հաստատ նա այդ 20,000 հերցից շատ ավելի բարձր հաճախականությունների դաշտում է։ Որը մեզ հասու չէ։ Բայց որը ինչ որ մի ձև խոսում է մեզ այդ կապի է դուրս գալիս։ Մի անգամ ես հիշում եմ Փարիզում պապայի հետ խոսում ենք նստած։ Մի շատ հետաքրքիր շրջան էր իմ կյանքում, որ ես գնացել էի Փարիզ սովորելու։ Ճիշտ է, Փարիզում շատ բան տեսա, շատ բան սովորեցի, բայց գլխավոր դպրոցը, որ հիմա հետադարձ հայացքով նայում եմ, դա հորս այդ զրույցներն են։ Նստում ենք, զրուցում ենք, լսողի դերում է ես ավելի շատ, հայրս էլ ինձ հետաքրքիր է խոսում, գիտեք։ Մի անգամ այդպիսի մի հետաքրքիր համեմատություն արեց, նա որ շատ տպավորել է ինձ մեջ, մինչ օրս հիշում եմ, որ ասաց խիղճը ոնց որ մի ռացիա լինի, էլի, որով Աստված կարող է քո հետ խոսել, կապվել։ Եթե այդ տեսանկյունից նայի մարդ եւ նաեւ իր մեջ ունենա այդ Աստծո գաղափարը ձևակերպված, հասկանա թե ով է իր հետ կապի դուրս գալիս, այսպես ասած, ինչու այդ ձայնով ինքը շատ մարդուն օգնող մի երևույթ է դառնում։ Իսկ ինչ վերաբերում է թե վերջում ինչպիսի ձայներ կհնչեն, դե եթե ամեն ինչ գնա պլանավորվածի պես, այսպես ասած, բարու հաղթանակով, ուրեմն պիտի լինեն ցնցության ձայներ։ Եթե այդ տեսանկյունից փորձենք վերլուծել։ Ամեն դեպքում այսօրվա համեմատելով Կոմիտասյան ձայնաշխարհը, որը հայ ժողովրդի հայկական լեռնաշխարհում ստեղծած ձայնաշխարհն է եւ Կոմիտասի կողմից համակարգված, մշակված, բյուրեղացված, զտված, համեմատած, այսպես ասենք, իրական աշխարհի ձայների հետ, սա, ասենք, մենք ապրում ենք շատ աղճատված, շատ բացասական ձայների աշխարհներում։ Տեսեք, սկսած երգ երաժշտությունից, որ կարող է հիթ լինել երգը, սակայն որ նայում ես իր մեջի երանգները, ինչ ապրումներ, ինչ մտքեր, ինչ շարժումներ են առաջացնում մարդու մոտ, վերջացած այդ փողոցներ, աղմուկներ, դռոց, գրոց, գվոց, շարունակելով մարդկանց ցավոտ այդ ճիչ ոնց որ լինի մարդկանց մեջ, մենք ամեն օր ինչ որ մի տեսանյութ կարող ես հանդիպել, որ ինչ որ մեկը մի դժբախտության մեջ է աշխարհի այս ծայրում, այն ծայրում կամ մեր երկրում մարդկանց ձայները շատ լարված են։ Հիմա էլ նախընտրական Հայաստանում ոնց որ այդ լարումը շատ մեծանում է, մենք տեսնում ենք ինչպես են ագրեսիայի դոզան մեծացնում նախընտրական քարոզարշավի ժամանակ, եւ դա արվում է նաեւ ձայնի միջոցով, եւ ձայներով են կառավարում մարդկանց հասարակությունները։ Տեսեք, 20-րդ դարում ամենացայտուն օրինակներից մեկը Ադոլֆ Հիտլերն է։ Նրա ժամանակահատվածում տեխնոլոգիան, գիտությունը զարգացավ այնքան, որ կարելի էր օրինակ արդեն ռադիո կար, արդեն կարելի էր օրինակ կազմակերպել ցույց, որտեղ տասնյակ հազարավոր մարդիկ կմասնակցեին եւ հռետորի ձայնը կլիներ լսելի։ Այդ հին Հունաստանի կամ Հռոմի տարբերակը չէր էլի։ Եվ տեսեք այդ ինձ այդ ձայնը անընդհատ այդպես է, որ չես հասկանում, բայց զգում ես ճոտնես բան ասում էլի, ինչպիսի հասարակություն կարողացավ ձևավորել։ Նույն Հիտլերը ասում էր, որ մտնեմ Մոսկվա, առաջին Լևիտանին եմ բռնելու։ Այն ձայնը, որ ասում էր «Գավարիտ Մոսկվա», այդպես մի հատ խրոխտ է, դες շատ ծանր։ Այդպիսի բաներ։
ձայների մասին։ Այնպես որ լավ կլինի մի քիչ մենք ավելի շատ ուշադրություն դարձնենք, շատ կօգնի մեզ, հատկապես երբ մարդ սկսում է օրվա մեջ հասկանում եմ բոլորս ինչ որ տենց խելագարի գրաֆիկով ենք ապրում, բայց միևնույն է մի փոքր ժամանակ մենք մեզ պիտի տրամադրենք ու այդ ներքին ձայնաշխարհի մեջ որ սկսում ես քեզ ճանաչել, ինքդ քեզ վերլուծել, շատ օգուտ է տալիս։ Իդեպ օգուտ է տալիս նաև օրինակ թիմային աշխատանքում։ Սա մի քիչ այդպես ավելի ուրիշ խոսակցություն է։ Միանշանակ, ու եթե հենց մեր ինքնությանն էլ գնում ենք թե ձայներով, թե բառերով, թե ազգային մնացած մշակութային տարբեր ուղղություններով, մենք իսկապես ճանաչում ենք մեզ ու դա շատ ավելի հեշտ է դարձնում այդ աղմուկի մեջ արդեն գիտես դու ով ես ու ինչ ուղղությամբ պիտի գնաս, այդ անորոշությունը մի տեսակ վերանում է։ Ու հիշեցի Գագիկ Գինեսյանի հետ էինք խոսում պարերի հետ կապված, դու էլ մեջ բերեցիր պարի մասին, մենք օրինակ պարեր կան, չէ, որոնք արտահայտված մարմնով կամ մարմնի կոնկրետ շարժում են այսպես ընդգծում, այ մեր պարերում հետաքրքիրն ինչ է, նախ խմբապարեր են եղել, մենապարեր չենք ունեցել, դա էլ այդ միասնականության մասին է եղել ու նաև այսպես ավելի ձիգ, քիչ հնարավորինս քիչ արտահայտված մարմնական ժեստերով են եղել եւ այդ դիրքը կեցվածքը այլ բանի մասին է եղել, քանի տարբերություն օրինակ արաբական պորտապարերի կամ չգիտեմ լատինոամերիկյան պարերի, որոնք կոնկրետ ինչ որ հատվածների արտահայտմամբ են, հա, ձևավորվում որպես պար։ Կոմիտասի մասին խոսեցինք ու դու նաև ունես նախագիծ կոմիտասյան ձայնաշխարհ, չէ՞, կոմիտասի ձայնաշխարհ համերգներ ես ունենում, կուզեմ մի փոքր դրա մասին խոսենք։ Նախ ոնց եկար կոմիտասին, ոնց մոտեցար կոմիտասին, ինչու որոշեցիր կյանքիդ ինչ որ փուլից մեծամասամբ ուսումնասիրել իր գործունեությունն ու իր երաժշտությունը, երգերը եւ դրանից հետո ոնց ստեղծվեց այս կոմիտասի ձայնաշխարհն ու ինչ ասելիք է տալիս մարդկանց։ Ուրեմն այդ ձայնի թեմայով մի բան էլ ասեմ եւ ամփոփեմ ու անցնեմ այս հարցին, մի կարևոր բան էլ մոռացա ասեմ այդ գիտական տեսանկյունից, մենք բոլորս դեռևս 16 շաբաթականում, այսինքն մեր մամաների փորիկների մեջ, այսպես ասած, սկսում ենք լսել։ Մեր առաջին ընկալումները ձայնային են։ 16 շաբաթականում մամայի սիրտն ենք լսում, չգիտեմ, այդ էլ մեր սիրտն է ապրեցնում երևի։ Հետո որ ծնվում ենք, տես չի լինում, որ ծնվես ու միանգամից աչքերը բացես համան ջան, ժամեր, օրեր, շաբաթներ մենք լսելով ենք ընկալում էլի աշխարհը։ Եվ հետաքրքիր է օրինակ նորածին երեխան մամայի քնքուշ ձայնով օրորոցային է լսում, թե աղմուկ է լսում։ Այսինքն երեխա է էլի նորածին ծնվել է, եթե տանը վեճա պատկերացնում եք իր այդ նոր եկել է աշխարհը, մաքրամաքուրում այդ կերպար սկսվում է այդ ներգործությունը։ Այս կոնտեքստում երբ տեսնում ենք թե ինչպիսի բարեբեր ազդեցություն ունեն մեր օրորոցայինները մեր երեխաների վրա։ Սա ուղղակի հրաշալի ներգործություն է ունենում նրանց ներաշխարհի վրա, որ նրանք էլ են մեծանալու եւ այսպիսի մի լարված աշխարհում նրանք են ապրելու իրենց խնդիրներով եւ մարտահրավերներով, տեսեք ինչպիսի ներաշխարհով կարելի է նրանց ամրապնդել, գոտեպնդել։ Ինձ շատ հետաքրքրեց այդ հարցը, թե ինչպիսի ձայնաշխարհ է ժառանգել ստեղծել հայ ժողովուրդը եւ կոմիտասի կյանքը ուսումնասիրելով, ոնց որ այդ ամբողջ պատկերը սկսում է բացվել, կոնկրետ ոնց եղավ որ եկա այս թեմային, այսպես է եղել։ Մի երգ ունեմ, իմ հերենական երգերից որ գիտարով երգում եմ, այդտեղ մի հատ այնց վերջին հատվածում տողեր կա, ու կոմիտասով մեր միշտ հիացած նկատի ունեմ այդտեղ մեր կոմիտասի թաղը, ես կոմիտասցի եմ, էլի Փափազյան։ Հետո փոխում եմ ու կոմիտասով մեր հայացած, այստեղ ոնց որ բառախաղը նկատի ունեմ արդեն վարդապետին ու այդ միտքը գիծը շարունակելով բան է արել ու կոմիտասոներ ուրբաթ միտում մոկած Միրզայից երգում էի հետո ասի լավ մի րոպե պետք է սկսել ուրեմն եթե այտենց հանդգնեցի այդպիսի բան անել մի հատ փորձեմ գոնե այտենց քիչ թե շատ ինչքան կարող եմ նորմալ երգել եւ մի այդպես աշխարհ բացվեց որի առաջին կետը լեզվաբանական էր ճիշտ ասած, որովհետև օրներ ուրբաթ լուսի շաբաթ, հասկանում եք Friday night, Saturday morning, կատակը մի կողմ, բայց ծվերի բան էր։ Ժամանակը ուրբաթն է։ Բայց հետո ասում եմ գյաշտեր իրենք մալաքյավ է։ Ու այդտեղ ես հասկացա, որ ես չեմ հասկանում, ինչ է նշանակում գյաշտեր իրենք մալաքյավ է։ Ու սկսեցի ուսումնասիրել
սկսեցի ինչ որ Google-ել GH նշանակություն միտեղ ասենք հանդիպեցի որ նորա հարցերը դուրս են եկել զբոսանքի այսպես պիկնիկի ժամանակակից լեզվով ասած GH տանել են ասել Մալաքիավեն քաղաք է Ջիզրը քաղաք է Սաֆար կերթամ չուր Ջիզրեն Սաֆար արաբերեն նշանակում է ճանապարհ մի խոսքով sense ով էր Մոկաց Միրզան այդ ինչ կերպար է այդ ինչ պոեմ է եւ այլ մի էսպիսի հետաքրքրության ոնց որ հարց պատասխան sense անդադար ու միջև օրս էլ եւ վստահ եմ միջև վերջել էսպես գնալու էլի sense կետ չկա որ ին պատկերացմամբ դրա մասին մեր մեծ կոմիտասագետներն են ասում որ գաս ու ասես ահա սաղ པարզ է էլի ինքը անդադար կարող է օվկիանոսի պես գնալի ու այդպես սկսեցի անդադ ուսումնասիրել առաջին վարտապահությունը վարդապետի այդ կոմիտասյան աշխարհի մասին ես ստացել եմ հորս վերելք ներկայացման ժամանակ 40 անգամ խաղացին այդ ներկայացումը ցնցող տպավորություն էր ուղղակի վերելք նվիրված հայոց ցեղասպանության թեմային շատ համարձակ ներկայացում որտեղ հայրս կարողացել էր երկիցական մի այնպիսի նուրբ թելի վրա տանել ներկայացումը որ շատ մեծ համարձակություն եւ իմաստուն լինելու կարողություն էր պահանջում նրանից եւ նա այդ երկու բանն էլ ունեցավ էլի կողքից կոմիտասի կյանքը մյուս դերասանները կային որ տեսարաններ էին խաղում երգում էին ուղղակի ցնցող տպավորություն ինձ վրա թողնել իդեպ YouTube-ում կա կարող եք նայել շատ համ պատմական ինքան տվյալներ կան մի ամբողջ մեծ աշխատանքի արված էլի շատ մեծ կտավ էր դա այդպես ոնց որ բացահայտեցի կոմիտասին ճանաչեցի բայց այս փուլում շատ հարազատացա ոնց որ ինքս սկսեցի այդ ուսումնասիրությունները անել տնտղել հետո ինչ որ մի կետից սկսեցի փորձել երգել նաև առաջին անգամ ելույթ ունեցա մենք շատ սիրունի գյուղ ունենք ոսկե պարի կողքի գյուղը ոսկեվան այդ շրջանում որ այնտեղ այդ ինչ-որ խառը վիճակ էր այդ սահմանազատում չգիտեմ այդ պատմություններն են գնում մարտական միաբանության ընկերներից մեկը Մասիսը մարտական եղբայրություններ այդպես ինչ-որ գնացինք որ մարդկանց տեսնենք փորձենք ինչ-որ բանով գոտը պնդել եւ այլն եւ ոսկեվանի մշակույթի տանը այդպես փոքրիկ գողտրիկ կոկիկ մի սրահ առաջին անգամ այդպես կոմիտաս վայելել է այդ խորագրով համարձակվեցի ելույթ ունենալ որ ինչ-որ բաներ որ իմ չափի մեջ էր ինչ-որ ես էի ինքս հասցրել պատմեցի վարդապետի մասին մի բան էլ երգեցի ու այդպես սկսեց հետո շատ տարբեր ելույթներ ունեցա խազեր երգչախմբի հետ Անին Նավասարդյան գեղարվեստական ղեկավարը մի անգամ բարձրացանք Դիմաց լեռան վրա Վարուժ ընկերս կազմակերպեց պատկերացնում եք Դիմաց լեռը բարձրանալու դες հատուկ մեքենայով գնացինք սա համերգի ժամանակ անձրև եկավ բայց մարդիկ մնացին լսեցի միջև վերջում կակավիկը երգեցինք արևը բացվեց մեկ ասում է բայց եթե ուզում եք արևը շուտ բացվի պիտի կակավիկ ասենք շուտ ասել որտեղ դրանով կսկսեիք մի խոսքով հետո լիլա վոկալ քարյակ կա շատ տաղանդավոր աղջիկներ են միասին տարբեր ելույթներ են ունեցել Երևան Լարային քարյակ կա իրար հետ ենք ելույթ ունեցել մի խոսքով այդպես շատ տարբեր բաներ են եղել հանդիպումներ ուսանողների հետ երեխաների հետ ուղղակի մարդկանց եղել է հրավիրել եմ կոմիտասի արձանվոտ երգել եմ իրանց համար անծանոթ մարդկանց համար փողոցում կարող է պայտակ տենց մի բան լինի երգեմ քիչ առաջ վերևում էլ հա ինքը շատ հետաքրքիր մի գիտեք վարդապետը ասում է այն ճանապարհը որ անցնում է ճառը ասենք չգիտեմ էլի նժդեհ ունի չէ տենց հզոր տեքստեր կամ տենց հզոր ճառեր կան աշխարհի պատմության մեջ բայց միջև այդ խոսքը մարսես այսպես ասած քո մեջ նստվածք թողնի եթե կարելի այդպես նկարագրել մի քիչ ժամանակ է պահանջում պետք է մտորել հասկանալ ամեն բառը ինչ նկատի ունել միտքը ինչպես էր կառուցված երգը այդ նույն ճանապարհը շատ արագ է անցնում մի հատ օրինակ որ անձևն եկավ շաղալեն կամ ամպելաձուն չի գալի ինքը տակ շուտ է սրտին է հասնում մի անգամից էլի եւ դրա փորձը ես ունեցա այդ ելույթների ժամանակ հետո երգի թատրոնում 3 ներկայացում խաղացի որ անվանել էի Լուիս Զվարթ էլի այդպես կոմիտասին նվիրված Լուիս Զվարթը այն շարականն է որ վարդապետին արդեն այդ որբացած տղան բերում են Էջմիածին
ժամանակակից լեզվով ասած casting-ի, պատկերացրեք Գևորգ 4 կաթողիկոս, հոգևորականներ, ինքն էլ հայերեն չգիտի, բայց շարականներ գիտի, որ հորից եւ հոր եղբորից լսել սովորել է եւ երգել է Լուիս Զվարթ շարականը։ Այդ Լուիս Զվարթի շուրջ էի կառուցել այդ ներկայացման կոնցեպտը, էլի պատմում էի, երգում էի։ Ու այնտեղ բաներ չէ եղել, կաթողիկոսը չէր հավատացել, որ ինքը ինչ որ բան կերքի, ասել էր տարեք։ Ինքը ամեն դեպքում ֆիլմում այդպես բացվածքով են տվել, որ մի անգամ լսել ես ու շատ իր չես եղել, չես կարող երգել, հետո ինքը սկսում է երգել անգիր արած ու զարմանում են, թե ոնց կարող է թուրքերեն խոսող տղան հայերեն այսքան մաքուր ու հասկանալի երգել։ Հա, վարդապետը հյուժերում պատմում է դրա մասին, ասում է, որ այդպես համարձակությունը հավաքել է, երգել է եւ արդյունքը գալարվել է կաթողիկոսի մորուքի վրա եւ այդպես նրան կաստինգ անցել է, ընդունվել է Գևորգյան ճեմարան, ինչը հայոց պատմության ամենաչքնաղ կետերից մեկն է դեպ։ Այդպես հետո մի ուրիշ բան էլ կա, օրինակ սա ոնց որ ստեղծագործական փուլներ, բայց այս ամեն ինչի ոնց որ ենթաշերտերից մեկը այն է, որ 2020 թվականից հետո հայության համար շատ բարդ հոգեբանական եւ այսինքն քաղաքական, տնտեսական, մշակութային, հասարակական, ինչպես նաեւ հոգեբանական խնդիրների մի ամբողջ ծաղկեփունջ է բացվել։ Եվ այդտեղ էլ մարդ ոնց որ փնտրտուքների մեջ փորձում ես ինչ որ մտքեր պեղել քո ձայն աշխարհում, որոնք կդառնան քո կյանքում հանուն ինչ որ բանի ապրելու հիմքը։ Եվ այդտեղ էլ էս երգերը ինձ շատ օգնեցին։ Մի տեսակ ինքս ինձ կարելի ասել վերաբացահայտեցի որպես մարդ, հետո հայությանը վերաբացահայտեցի որպես ազգ։ Եվ ինձ համար իմ պատկերացմամբ առաջին հարթակը, որտեղ հայությունը պետք է միավորվի, այսպես ասանք, եթե ուզում է իր խնդիրները լուծել, եթե չի ուզում դառնալ գլոբալիստական բուլդոզերի տակ հայտնված մի պետություն, այսպես ասենք։ Առաջին հարթակը, այսպես որ նայում եմ իմ պատկերացմամբ, դա այս մշակույթն է, այս ձայն աշխարհն է, այս երգերն են, որովհետև ինքը տարբերություն չի դնում մարդկանց մեջ։ Այսինքն չի հարցնում դու քաղաքական որ կուսակցությունից ես, այ եթե սենց ես քեզ լավ կվերաբերվի, եթե նենց եմ քեզ, հա, ինքը տենց օրինակ քաղաքական դաշտում ակնհայտ է, որ հայերը չեն կարողանում միավորվել։ Այս փուլում որ հաստատ չեն կարողանում։ Կանոնական դաշտում սա որպես փաստ եմ ասում, էլի չի ստացվում այդ միավորումը եւ գուցե դաշտերը այդ միությունը ստեղծելու համար չեն։ Իսկ երգի դաշտում ստացվում է։ Օրինակ 100 հոգի փորձ ունեմ արել եմ, էլի կամ 10 հոգի, որոնք ունեն մենք ամեն մեկս մի առանձին տիեզերք ենք, առանձին աշխարհներ ենք եւ դա շատ լավ է։ Պատկերացնեք բոլորս նույնը լինենք, կդառնանք ինչ որ ռոբոտների հասարակություն էլի սենց ապրող։ Մենք բոլորս լինելու շատ տարբեր ունենք կետեր, որտեղ մենք կարող ենք հատվել, նույնականանալ, դա մեր ինքնության այդ գիծն է, այսպես ասած, որտեղ հայոց լեզուն է, շատ այլ բաներ կան, հայոց լեզուն իհարկե առաջնահերթ եւ այս երկարվեստն է, որը նաեւ հայոց լեզվի ծնունդն է կարելի ասել։ Բանն էլ Կոստանձյանն էլ ասում էր ցեղը ցեղը ազգ նկատի ունենալով ցեղը բացառապես ռիթմ է, ու երբ դու քո ռիթմը բռնում ես, ընկնում ես քո ռիթմի մեջ, կարողանում ես գործել ոչ թե որպես անհատ, այլ որպես ցեղ։ Պատկերացրեք օրինակ 10 հոգի, որ կարող են իրար հետ մի պար ապրել, կարող են մի երգ երգել, նրանց մոտ թիմային զգացողությունը նույնիսկ այդպես գիտակցված, անպայման չի տենց, այս երգերն էլ իդեպ հեչ պետք չի երգիչ տենց լինել, որ երգել էլի, այս երգերը գեղեցկական երգեր են, պարզ, թեթև կարող ես քթիտ տակ հանգիստ երգել էլի, ոչ մի տենց ձայնավարժությունների բեմի երգեր չեն։ Հա, այսինքն նկատի ունեմ իրանք բեմի վրա իհարկե շատ բարձր մակարդակի վրա կարող են ներկայացված լինել եւ կան երգչախմբեր, մենակատարներ, բայց ինքը նաեւ կյանքում շատ ներկա է, այսինքն չգիտեմ, սեղանի շուրջ իրար նստած կարող ենք մի երգ միասին երգել։ Իմ համոզմամբ մշակութային դաշտում պետք է փնտրել առաջին հաղթանակները, առաջին լուծումները, որովհետև մշակութային դաշտը
կապված է մարդու բարոյականության հետ։ Եվ մեզանում առաջնահերթ են բարոյական խնդիրները, ինչքանով որ ես եմ կարողանում վերլուծել մեր իրականությունը, առաջին հերթին, այսպես եթե չգիտեմ ինչքանով ճշգրիտ կլինի ձևակերպել, բայց թե ամբողջ աշխարհում, թե մեզ մոտ առկա է բարոյական ճգնաժամ։ Աշխարհում դա դե ինչ ասեմ, այսօրվա աշխարհը Լիլիթ ջան, մենք տեսնում ենք, որ կառավարվում է շատ տարօրինակ կերպարների կողմից, դժվարել է նրանց մեկ-մեկ մարդ անվանել։ Ինչ ասես, երեխաներ ռմբակոծող կերպարներ են, էլի, ինչ որ կղզիներում չգիտես ում հետ չգիտես ինչեր անող կերպարներ են, հանուն շահի մարդու կյանքին ընդհանրապես արժեք չտվող մարդուն տենց թիվ է, էլի, 10,000 էս կողմ, 20,000 էս կողմ, պլյուս մինուս ինչ որ սենց կերպարներ են իրենք, եւ այդպիսին է բանը աշխարհի։ Հիմա մեծ ցանկության դեպքում էլ ես չգիտեմ ինչքանով է պրագմատիկորեն ռեալ, որ վեր կենաս եւ այդ ամեն ինչը փոխես, այդ սիստեմը։ Սակայն մենք կարող ենք սիստեմի մեջ սիստեմ ստեղծել, օրինակ Ալեն Թյուրինգը, որ շատ մեծ գիտնական է եւ այսպես էս համակարգչային ժամանակաշրջանի հիմնադիր հայրերից մեկը, մեկ ընտիր ֆիլմ կա իդեպ Բենեդիկտ Կամբերբեքն է խաղում իր մասին։ Այս նա այն մարդն է, ով կարողացավ այդ էնիգմա ֆաշիստական գերմանական այդ կոդը բացահայտել, կոդը բացահայտել, ինչի շնորհիվ շատ բաները այլ կերպ գնացին եւ ինչու՞մ էր կայանում նրա կոնցեպտը, որ քանի որ էնիգման համակարգ է եւ մարդիկ անընդհատ փորձում էին այդ կոդը բացել, այդ համակարգի դեմ մարդկային ռեսուրսներ չստացվեց, բայց երբ համակարգի դեմ համակարգ դրեցին, դա սկսեց աշխատել։ Հիմա մենք էլ կարող ենք այս սիստեմի մեջ մեր սիստեմը ստեղծել, այսպես ասած։ Հետաքրքիր կոնցեպտ է իրականում։ Ու էնիգմայի դեպքում նաև հիշեցի, բաներ չէ լինում այդ զուգահեռ հակադրություններ, հայտնասարքի աշխատելու աշխատանքը չխափանելու որոշումը եւ հենց գիտնականը, որ բացահայտել էր, իր եղբայրը կարծեմ այդ ճակատում էր ու պիտի գային ու որոշում կար պահել գաղտնիությունը, որ իրենք հետևում են, թե զրկել եղբորը կյանքից։ Այո։ Շատ հետաքրքիր սցենարական լուծում է իդեպ, երբ թվում է թե նրանք հասան իրենց նպատակին եւ իրոք հասան եւ անմիջապես կողքից համադրվում է մարդկային մի ողբերգության տեսարան, որն ինչ որ հասան ու տենց ամեն ինչ լավ եղավ, էլի։ Շատ ծանր ժամանակներ է անցել մարդկությունը, որ էլի մարդկության գլխին այն ամենահին ժամանակներից բերում են այս անհասկանալի կերպարները, որոնք անընդհատ ինչ որ հայտնվում են կառավարող աթոռների վրա նստած, այսպես ասած։ Այ դու նաև եղել ես խրամատում ու 44-օրյա պատերազմին էլ ես մասնակցել, այդ հակադրություններից քանի որ խոսեցինք եւ աշխարհով մեկ ճամփորդել ես եւ այսպես մշակույթի մեջ առանձնացած մշակույթով այսպես սնվող մեկն ես ու մեկ էլ հայտնվում ես մի տարածքում, որտեղ այդ ամեն ինչի երևի թե ենթադրում եմ չկա կամ շատ ավելի տխուր ու ավելի դժվար բաներ են, հա, հող, չգիտեմ, վատ պայմաններ, ամեն պահի կյանքի վտանգի սպառնալիք, մի քիչ կպատմես այդ օրերի մասին եւ այնտեղ ոնց էիր կարողանում ու առհասարակ կարողանում էիր երաժշտությամբ, բարով կամ քեզ բնորոշ կատակներով այդ երկու իրականությունները դարձնել տանելի կամ մեկտեղել։ Նախ այդ մի հատ ես կուզեի ճշգրտել իմ մասնակցությունը, ես եղել եմ խրամատում կամավոր ոմայի հետ գնացել եմ, բայց այսպես համեստ է իմ մասնակցությունը, օրինակ համեմատած իշխանի հետ, օրինակ, որ այստեղ հյուրեր իր հաղորդումը տեսել եմ, Ազատազեն իշխանը, ասենք իրանց ուղին շատ ավելի կյանքի եւ մարտական փորձով հագեցած է։ Բայց սակայն իմ կյանքում դա շատ այս բեկումնային փուլ է եղել եւ ինքս ինձ հաճախ կարող եմ դրանից առաջ եւ հետո գնահատական տալ։ Կոնկրետ իմ դեպքում երկի եւ բարի այդպես ժամանակ եւ հնարավորություն չկար, որոշ չափով լինում էր շփվելու հնարավորություն, ինչը հրաշալի էր։
շատ ուրիշ կյանք է խրամատում լինելը կամ դիրքերում լինելը, այնտեղ չկա Facebook, ոչ մեկը մյուսին չի գնահատում իր գեղեցիկ հագուստով կամ բանկային հաշվի վրա առկա գումարի չափով, մարդիկ իրար ուրիշ ձև են տեսնում եւ այլ սկզբունքների վրա հենվելով են գնահատական տալիս դիմացինին։ Հանկարծ մեկը զարմանալիորեն բացահայտում ես քո մեջ դիմացինի համար մի կարևոր բան անելու ներուժ եւ տեսնում ես, որ այդ դիմացին էլ քեզ համար է պատրաստ։ Դա մի ինչ-որ անհավանական նվիրվածության զգացողություն է, որ դեռևս 3 անծանոթ մարդիկ այսօր արդեն իրար հետ այդ իրավիճակում ձեռք-ձեռքի տված եղբայրաբար գործում են եւ մի հրաշալի բան կա, որ գրեթե չկա այստեղ, որ մարդիկ իրար ընդունում են այնպես, ինչպես որ իրանք կան։ Սա շատ բաղձալի երջանկություն է, երբ գտնում ես մեկին, որ քեզ ընդունում է այնպեսին, ինչպեսին դու կաս, սրտանց է ընդունում, էլի։ Ու այնտեղ երևի ամենաիրական տարբերակով եք, ամենաանկեղծ։ Հա, իհարկե։ Սա իմ տեսածն է, իմ բախտը այս իմաստով շատ բերել է։ Այնտեղ երկի բարի հենց կոնկրետ խրամատում նկատի ունեմ, էլի, այտենց չոր հնարավորություն չկա, սակայն մինչ դա, երբ որ դու դրանով արդեն համակված ես, դա այնտեղ քեզ էլի մի տեսակ անբացատրելի ինչ որ ենթագիտակցություններից եկող, ես ինչ որ ձայն աշխարհներից եկող մեծ ներուժ է տալիս։ Եվ վերջապես խրամատում ի՞նչն ենք պաշտպանում։ Հետաքրքիր բան կա, դու խրամատում, ասենք հողի մեջ ես, կոպիտ ասած, այսպես փոսի մեջ ես, դու հողն ես պաշտպանում, հողը քեզ է պաշտպանում եւ պաշտպանում ես այն արժեքները, որոնք ստեղծվել են այդ հողի վրա։ Այսինքն դա մարդկային կյանք կլինի, մշակույթ կլինի, բայց այդ արժեքները իրականում հոգևոր արժեքներն են, որ պետք է նախ եւ առաջ պաշտպանվեն։ Այսինքն ընտանիքը դա միայն ֆիզիկական մարմին չի, դա հոգևոր արժեք է նախ եւ առաջ։ Ընկերությունը դա միայն իրար հետ սուրճ խմել, կատականել չի, դրա մեջ շատ կոնկրետ հոգևոր կապ կա քո ընկերների, քո միջավայրի հետ։ Ճարտարապետությունը դա հո միայն քար չի, որ տենց սիրուն դիզայն են արել, այսպես ասած, դրա մեջ մի ամբողջ ժողովրդի պատմություն կա, ինչպես եւ այս երկերի մեջ, եւ այդ պաշտպանելու համար շատ ավելի լավ է, երբ մարդ ճանաչում է, թե ինքը ինչ է ճանաչում, ինչ է պաշտպանում։ Այդ տեսանկյունից է այս մշակույթի դերը նաեւ շատ կարեւոր, որտեղ այստեղ բացվում է ինքնաճանաչողության մի հրաշալի, այսպես արահետ, որ եթե քայլես կդառնա ճանապարհ, հետո կդառնա մի հատ մեծ ճամփա եւ այդպես շարունակ։ Այ ինքնաճանաչման մեր ամենակարևոր բանալիներից մեկը երևի խազերն են, խազագրությունը, որոնց մասին կուզեմ էլի խոսենք, քանի որ վստահ եմ ինքդ էլ ուսումնասիրում ես ու գիտեմ, որ փոքրիկ երազանքել ունես դրա հետ կապված։ Եթե կուզես, չեմ հիշում հանրայնացնում էր թե չէ, նախաճաշի ժամանակ ես ասել, որ նպատակ ունես, բայց երևի որ բոլորին հասկանալի լինի, բացելով կանք, հա, առհասարակ խազեր, այդպես ասում ենք, խազագրությունն ինչ է, ինչու է կարևոր բացահայտել, ինչու չենք կարողանում առհասարակ բացահայտել, այսպես մի քիչ համատեքստ տանք, որ բոլորին հասկանալի լինի։ Լիլիթ ջան, այստեղ ես այս թեմային անդրադառնալուց առաջ ընդգծեմ, որ ես մասնագետ չեմ, իմ գիտելիքները այսպես սիրողական ինչ որ հասցրել եմ հավաքագրել, անպայման այդ ուղղությամբ ուսումնասիրություններս դեռ պիտի խորացնեմ, այս փուլում ուրիշ բաների վրա ավելի շատ սևեռված իմ ուշադրությունը, դեռ դրան պետք է հասնել, էլի այսպես ասած, սակայն ինչ որ հասցրել եմ ուսումնասիրել մեր հրաշալի կոմիտասագետների շնորհիվ, կարելի ասել խազերը երաժշտական աշխարհի Էլդորադոն է, այսինքն գանձերի աշխարհ էլի, որ պետք է բացահայտել, այնտեղ կան հազարավոր շարականներ, կարծեմ հունական, բյուզանդական, ինչ ասես կարելի տարբեր, այսինքն հայկական արտադրության համամարտկային տենց մի գանձ է դա, եւ ստեղծվել է միջնադարում, օրինակ մեր գետադրական նշանները Արթուր Շահնազարյանը միտեղ ասում է, որ դրանք էլ են խազեր, էլի, այսինքն այդ շեշտ Ես հենց ուսումնասիրում էի, այդ կրկնվող շատ նշաններ կան, հարցականը
Այդ պարույկը Պարույկը, որ բարի պտույտի տեսք ունի, շեշտը սուր կամ թուր է կոչվել օրինակ, բառը սրելու կամ այսպես թրելու նպատակով ու շատ հետաքրքիր է։ Հետո արդեն երբ որ պետականության անկում է եղել, արդեն 15-16 ենթադրում եմ այդ դարերում, քանի որ գիրք չկար, որտեղ գրված էր ինչպես է պետք ընթերցել խազերը, այսինքն այսպես բանավոր կերպով մեկը մյուսին էր սովորեցնում, այդպես կորավ գնաց խազերի բանալին եւ դրան անդրադարձավ Կոմիտաս վարդապետը եւ ամբողջ տարիների ընթացքում որ նա հսկայական աշխատանք էր անում, այսինքն այդ երգերը ձայնագրելը, մշակելը, երգչախմբեր, բանախոսություններ, դասավանդեր, մի խոսքով մի ահռելի աշխատանք, տիտանական, ինչպես ասում են, դրան զուգահեռ նա ամեն օր աշխատում էր խազերը բացահայտելու ուղղությամբ եւ ինչ որ կետում նա արդեն մի հոդված թե նամակ ունի, որ ասում է արդեն հասել եմ, արդեն կարդում եմ պարզ խազերը ներողություն կարծեմ 3 տեսակ են՝ պարզ, միջին եւ բարդ։ Եվ հիմա էլ Կոմիտաս ինստիտուտում շարունակում են այդ աշխատանքները, տարբեր աշխատություններ կան խազերի հետ կապված։ Իմ միտքը այն էր, որ ես չգիտեմ, սա իհարկե մասնագետները պետք է գնահատական տան, ես մտածում էի մի թիմ հավաքել։ Դե Կոմիտասն ասում է խազերը բացահայտելու համար պետք է, այսինքն ունեք երկրաչափություն իմանաս, լեզու քերականություն իմանաս, աստղաբաշխություն իմանաս, երաժշտագիտություն, հազար մի բան կա, էլի, որ ինքը օրինակ այդ գիտելիքները իր մեջ ասում են եւ հարակից գիտություններ։ Հա, հիմա մտածում էի կարելի է մի հատ այնպես շատ սիրունիկ նվիրալների թիմ հավաքել, որտեղ այդ մասնագիտության մարդիկ կլինեն երաժշտագետներ, կլինեն այդ նախագիծը կոնսուլտացիաներով առաջ մղող մարդիկ եւ ծրագրավորողներ, որոնք մտածում էի կարող են, միտքս էսա, որ օրինակ արհեստական բանականության հետ համագործակցելով, նրան փոխանցելով այն տվյալները, որ մենք ունենք, այդ դատաբազան ստեղծվի, պատկերները սիրուն նկարվեն, որ ինքը մեջը ամենա այդպես սիրունիկ ձևով ունենա այդ ամեն ինչը եւ փորձել ինչ որ աշխատանքներ տանել AI-ի հետ, այսպես ասած, եւ բացահայտել դա, բացահայտելուց հետո իհարկե որ այս երկվող նոտաների վրա բերել եւ ի ցույց դնել դա աշխարհին եւ այնպես անել, որ դրանից եկած եկամուտներն էլ ծառայեն մեր երկրին։ Իրականում շատ լավ միտք է ու իմ կարծիքով հատկապես AI-ի այս դարում շատ մեծ հավանականություն կա, հա, այդ 2000-ից ավել էլ գիրք ունենք, կարծեմ խազագրության, խազերի 1000-ը մատենադարանում է պահվում, այդ քանակությամբ տվյալներ տալու դեպքում չի բացառվում, որ ընդհանրություններով գուցե իսկապես դուրս բերվեն գազնագրերը։ Հետո սա Նիլ ջան, մի հատ կարևոր հանգամանք է, այս երաժշտությունը մեր շատ հարցերում մեր ոնց որ զենքն է, մեր ապացույցն է, որ ասենք եթե Տիգրանակերտի պարկ է, ասենք Նորայր Քարտաշյանը մտան տիրունի ձայնը Տիգրանակերտի պարկում Տիգրանակերտում հայեր են եղել։ Եթե Արցախի գութաներ կա, ձիգտո քաշի, ջան, վասպուրականինը կա, բարի լուսո աստղեր, ամեն տեղից մի երգ ու երաժշտություն կա եւ դա աշխարհագրական տարածքը բարի երաժշտության մեջ ավելի ընդարձակ է ու տեսանելի։ Այո, ու վարդապետը այդ արևմտյան արևելյան, այսպես ասենք, մեր հայքը ամբողջ տարածքը անցել ու գրանցել։ Սա էլ է մեր հնագույն ժամանակներից հայկական ինքնության այս տարածաշրջանում ներկա եւ արարող լինելու ապացույցը։ Մի բան, որ մենք տեսնում ենք կամ փորձում է ջնջվել, կամ ասենք Ադրբեջանը կարող է վերցնել Իրանով անել կամ ոչնչացնել, այսպիսի հարցեր կան, էլի։ Բայց սա նաեւ ապացույց է, սա խաղաթուղթ է, որ կարելի է ճիշտ օգտագործել։ Եվ սա նաև ռազմավարություն է, պետությունը, պետականությունը կազմակերպելու եւ միատանից պետություն ստեղծելու, որ վերջապես հայերը երջանիկ կապրեն, ոչ թե այդպես խոսքերով, ուղղակի որ մենք երջանիկ ապրում ենք, այլ ասենք իսկապես էլի։ Օրինակ այսօր մենք տեսնում ենք մարդ-բնություն աղճատված հարաբերություններ։ Ամեն օրեք Այսինքն ոնց որ մոլորակը գերության մեջ լինի մարդու ձեռքը, էլի։ Սկսած նրանից, որ չգիտեմ, ինչ շշեր են նետում, այս կոմենկոմ աղտոտում են, հələ բայց դա ասում կես փորձանքն է։ Մի հատ էլ կան այդ մեծ ընկերությունները, այդ որ ամբողջ օվկիանոսներ, լճեր, ջրը, ինչ ասես ավերում, ինչ ասես մեջը դնում են։ Իսկ այս երգերի մեջ մենք տեսնում ենք մեկ լրիվ ուրիշ փոխհարաբերություն մարդու եւ բնության։ Երգը հոգու հայելին է,
վարդապետի ամենափիլիսոփայական մտքերից մեկն է։ Իդեպ նա Բերլինում ուսանելիս նաև փիլիսոփայություն է սովորել։ Լուրջ շատ տենց հետաքրքիր փիլիսոփայական մտքեր կան, էլի, որ առաջին հայացքից տենց հավուն տաղի պես պարզ են թվում, բայց ուրիշ սկսում ես կառուցվածք նայել, շատ բարդ բաներ կա մեջ։ Երգը հոգու հայելին է։ Հետևեդ հայլուն որ նայում ես, դե հայլին բանա, չէ՞, աջ ձեռդ բարձրացնում ես, այնտեղ ձախն ես տեսնում։ Այսինքն հայլին հակապատկերն է այդ տեսանկյունից էլի ցույց տալիս։ Մենք այդ երգերում տեսնում ենք, որ մարդ բնություն հարաբերություններն այնտեղ օրինակ հրաշալի է, ասենք լորիկի հանդեպ անտարբեր չի մնում, մարդը երգում է, գոտե պնդում է, ասում է քելե, ոտքի կանգնի, քելքիդ մեռնե, սիրունիկ լորիկ եւ այլն։ Կամ անձրևն եկավ նույն երգը, այսինքն սեր կա դեպի այդ անձրևը։ Մի խոսքով, սեր կա, մարդը ինքը այդ արարչության մեջ իրեն հարազատ է զգում, էլի։ Ունեմ ներդաշնակ։ Այսինքն բերենք օրինակ այդ կոնցեպտը այնտեղից վերցնենք, բերենք մեր աշխարհ։ Տեսնենք Մաթեոսյանի գրականության մեջ էլ չէ, մարդ կենթանի հարաբերությունները ամբողջ այդ բեռնած երշարքում բանում կամ արջի հետ հարաբերությունը ինչ ներդաշնակ են ապրում կենթանին ու մարդը իրար հանդիպելիս։ Հա։ Հետո ինչ որ չեմ ուզում իդեալականացնեմ ինչ որ կատարյալ է ամենիշը, դրա մասին չի խոսքը։ Այս կոմիտասյան աշխարհը ուսումնասիրելիս ինքը ընդհանրապես նույնիսկ որ մենակ երգեր չի, էլի ամբողջ ճյուղավորված դաշտ է, լեզվաբանություն, պատմագիտություն, հայագիտություն, ազգագրություն, շատ տարբեր ճյուղեր կան, էլի հետաքրքիր։ Այդտեղ կարող ես դրական բաներն էլ տեսնել, բացասականն էլ տեսնել։ Ինքը շատ ճանաչողական դաշտ է։ Ու օրինակ ընտանեկան հարաբերություններ կլինի, մարդ փոխհարաբերություններ կլինի, մարդ աստված փոխհարաբերություններ, բոլոր այդ թեմաների շուրջ ինչ որ կոնցեպտներ կան ստեղծված։ Մենք չենք կարող նույն ձևով ապրել, ասենք ինչպես, ասենք մենք չենք գնալու գութան անենք, էլի տրակտոր կա, բան կա, տեխնոլոգիան զարգացել է, միտքս դա չի։ Սակայն այդտեղ կան սկզբունքներ, որոնք մենք կարող ենք վերցնել եւ գործածել մեր կյանքում, ստեղծելով այդ համակարգը, որի մեջ մենք առողջ կապրենք, էլի դժվարություններով, էլի մարտահրավերներով, բայց ինչ որ մի ճանապարհ կունենանք, որ կիմանանք այդ դժվարությունը հաղթահարել է, այդ մարտահրավերը հաղթահարել է, այդ ճանապարհը անցնելու համար։ Իսկ թվում է սա է բանալին։ Թե չէ նստել, վիճել, մեղադրել, նեղանալ իրարից տենց երեխայի պես մեկ-մեկ կամ անտեսել իրար կամ ավելի վատ անտարբեր մնալ իրար հանդեպ, որը ամենավատ բաներից մեկն է։ Le mal vient de l'indifférence Լաֆոնտենի խոսքերից է, չարիքը գալիս է անտարբերությունից։ Այդ ամենաբացասական երևույթներից մեկն է։ Այս ամեն ինչով մենք ուր ենք հասնելու։ Ես ինքս ինձ հարց եմ տալիս եւ նաեւ հարց եմ տալիս հայերին։ Մենք իրարից բացի ում ունենք։ Հայը հայից բացի ում ունի այս աշխարհում։ Ես հասկանում եմ պետությունը կարող է ունենալ ընկերներ, գործընկերներ, ինչ որ մի փուլում կարող է այս գործընկերը լինի, մյուս պարտները լինի, բիզնեսում էլ է պայմանական այդպես։ Բայց վերջնահաշվարկում մենք իրար ունենք, էլի, եւ պետք է կարողանանք մի միջավայր ստեղծել, որտեղ կապ չունի, այսինքն այդ մարդը աղքատ է, խելացի, զարգացած, չզարգացած, հարուստ, բան, մի նորմ կլինի, որտեղ մենք բոլորս կարող ենք իրար հետ փոխհարաբերվել։ Կենտրոնանալ մեր ընդհանրությունների վրա, ոչ թե տարբերությունների։ Իմ համոզմամբ պիտի գա այդ փուլը, որովհետեւ հիմա պառակտման պիկը ոնց որ լինի, կամ այդ պիկերից մեկը, էլի, որի ուղղությամբ միշտ հետևողական աշխատում են։ Մենք էլ այս կողմից հետևողական պետք է աշխատենք իրար կպնելու, իրար ձայնակցելու, այսպես ասեմ, ուղղությամբ։ Սա չի նշանակում, որ մենք պիտի դառնանք տենց կյանքի ընկերներ, տենց ինչ անում ենք, տենց այդ պաթոսային միավորվելու մեջ չընկնենք, էլի։ Սակայն սա կարող է մեզ օգնել այդ հավաքական ուժ դառնալու ճանապարհին։ Այլ կերպ չեմ պատկերացնում, ոնց մենք կարող ենք հաղթահարել ժամանակակից աշխարհի դժվարությունները, ոնց մենք կարող ենք մեր մշակույթը անցկացնել այս մի կողմից փլվող աշխարհում, մյուս կողմից ինչ որ նոր աշխարհ կառուցելու փուլում։ Ինչ ենք փոխանցելու երեխաներին։ Օրինակ մեր երեխաները, որ մեծանան, ինչ կետերում են իրանք իրար հետ նույնականանալու որպես հայ։ Շատ տարբեր են մեծանում, էլի, ամեն մեկը մի ընտանիքից գալիս է, ասենք հրաշալի կլինի, որ այդ ընտանիքից կապ չունի, այնտեղ ջազ են լսում, դասական, ռաբիս, չգիտեմ ինչ, յուրաքանչյուր ընտանիք ցանկության դեպքում կարող է իր զավակին մի 5 հատ կոմիտասի երգ փոխանցել, էլի, որ
լսել, դնել, լսել, սովորել։ Ասում եմ, մենք անդադ ասում ենք կոմիտասը, բայց մի ամբողջ ժողովրդի մշակույթ փրկած մարդուն մի քանի րոպե ենք մենք տրամադրում ամսվա մեջ, տարվա մեջ։ Իրոք շատ մեծ խնդիր ունենք, անունները գիտենք, այսպես ոգեկոչում ենք, բարձր ենք պահում միշտ այդ անունները, գրքերը, չգիտեմ, այն բոլոր կարևոր իրադարձությունները, որոնք մեր ինքնության մասն են, բայց երբեք մոտ չենք գնում ճանաչելու, ծանոթանալու եւ նույնանալու այդ ամեն ինչին։ Դա էլ մի այլ աղետ է, հա։ Նույն Նարեկացին ասում ենք, բայց Նարեկը տանում դնում են գլխի տակ։ Չգիտեմ, Կոմիտասի անունը տալիս ենք, բայց չգիտենք այնտեղ ինչ կա, Նժդեհի մասին խոսում ենք, ելի չգիտենք ինչ կա, ուղղակի այդպես անվանակոչում ենք եւ անցնում ենք առաջ։ Այո, այդ խնդիրը կա, մի քիչ Նարեկացու եւ Նժդեհի դեպքում հասկանում եմ ինչ ես ասում Լիլի ջան, մի քիչ ոչ թե չի համաձայնվի, այլ այդ երկուսը մի քիչ այլ աշխարհներ են, շատ անհատական աշխարհներ են, օրինակ չգիտեմ, էլի հայկա, որ կարող է աթեիստ է կամ հին ժամանակների ուսմունքի գրող է կամ կաթոլիկ է, միևնույն է Նարեկացին նրան կհետաքրքրի, եթե ինքը մտածող մարդ է եւ Նարեկացին էլ ինքը այտենց չի էլի որ կարդացիր ու հասկացար։ Այսինքն ես իմ օրինական բերեմ, դու կարող կարդաս քեզ բոլոր բառերը հասկանաս, ասես բայց մի րոպե մի հատ նորից, մի հատ նորից շատ ուրիշ աշխարհ է։ Եվ կարող անդադ կարդաս, քեզ թվա ինչ-որ բան հասկացար, հետո պարզվելի բան չհասկացար, այնպես այդ Սոկրատյան բանի մեջ ընկնես լաբիրինթի էլի, որ ես գիտեմ, որ ոչինչ չգիտեմ վերջում։ Այնպես որ սա շատ յուրահատուկ է, անհատական է, մարդ Աստված փոխհարաբերություն կա, կրոնի ընտրություն կա այս դեպքում։ Նժդեհի գաղափարները, որ այո, հայ ռազմաքաղաքական մտքի ամենափայլուն մտքերից են, այսօրվա աշխարհում իրան էլի դարձել են կռվախնձոր, վիճելի այս այնքան ամեն մարդ էլի այստեղ ինքը գիտի Նժդեհից որ միտքը վերցնի, որ իրան ուժ է տալիս, ասենք, չգիտեմ, իմ հոգին ունի երկու զույգ հենարաններ, ասենք, Աստված եւ հայրենիք, մի հատ տեսեք ինչ ձևակերպում է արել, էլի հզորագույն ուղղակի։ Իսկ մշակույթի դաշտը, երգերի դաշտը, ել եմ ասում, այս դաշտում չկա հարցադրում, այսպես դու, ասենք, քրիստոնյա ես, չգիտեմ, նժդեհական ես, չգիտեմ, էսական ես, այնական ես, sense բաներ չկան, այստեղ ինքնության հարց կա, որ մենք նույնականանում ենք այդ երգերի շուրջ կապ չունի, մենք կարող ենք շատ տարբեր տեղերից գանք, բայց միասին Հովարեկ Սարեջյանը կարողանանք երգել։ Եվ այդ զգացմունքի մեջ, որ ծնվում է իրար այդ երգելուց, մենք զգում ենք այդ հարազատությունը, մենք զգում ենք, որ մենք մի մշակույթի ժառանգներ ենք։ Մենք զգում ենք, որ ուզենք չուզենք, այ Նժդեհի ասած, մենք ոնց որ ճակատագրի եղբայր ենք, էլի։ Ճակատագրի տեսանկյունից մենք իրար հարազատ ենք։ Եվ վերջի վերջում մենք պիտի կարողանանք գոնե փորձել կարող ենք ապրել այնպես, որ ոչ թե մեկս մյուսին վերք տանք, այլ մեկս մյուսի վերքերը փորձենք բուժելով գնալ առաջ։ Այսպես չեմ ուզի էլի տենց վայ նստած ինչ բարի բաներ ենք խոսում, բայց եկեք անկեղծ խոսենք էլի։ Մենք մեզ այսպես շարում ենք պատեր, այդպես պատասպարված, այսպես ուժեղ կերպարների տեղ ենք դնում, սակայն կյանք ապրած, տարբեր բաներ տեսած յուրաքանչյուր մարդու մեջ էլ մանկությունից եկած իր անձնականից մինչև հասարակական պատերազմներ, չգիտեմ ինչ, լիքը ցավեր կան։ Եվ մենք ունենք հնարավորություն մեկս մյուսին ձեռք մեկնելու, մեկս մյուսի վերքը մի քիչ բուժելու, այդ անտարբեր չլինելու, այդ հնարավորությունը մեզ տրված է եւ մենք կարող ենք այդ ընտրությունը կատարել կամ մենք կարող ենք չկատարել այդ ընտրությունը եւ ամեն օր ապրել լարվածության, ներվի, իրար քարկոծելու, իրար հայհոյելու, իրար մեջ անդադար մեղավոր տեսնելու եւ վերջի վերջու ինքներս մեզ դժբախտացնելու ուղով։ Այսպիսի մի վերջակետի է գալիս այդ ճանապարհը, այդպես է աշխարհի կոնցեպտները, ես դա չեմ հնարել, էլի, այդպես է աշխատում։ Մենք գիտենք, չէ՞, որ կան տարբեր օրենքներ, ասենք, օրինակ կա ֆիզիկայի օրենք, հիմա այսպես խնձորը եթե գցենք կընկնի Նյուտոնի բացահայտած օրենքներ, կան օրինակ հասարակական օրենքներ, քրեական օրենսգիրք, չգիտեմ, ամեն տեղ կան ինչ-որ կանոններ եւ օրենքներ, եւ կան այդպես չերևացող հոգեվոր աշխարհի կանոններ,
որ սենց ես անում, նենց ալնում, նենց ես անում, նենց ալնում եւ ասեմ ձեզ, որ այդ կանոններն են գործում, այն մնացածը միշտ չի որ գրված են, բայց չեն աշխատում, էլի այսպես ասած, միշտ չի որ աշխատում։ Իսկ այս մեկը ասված է եւ միշտ էլ աշխատում է։ Այդպես է։ Յուրաքանչյուր մարդ կարող է ինքը իր կյանքի փորձով համոզվել սրանով։ Այդ կանոնների մասին էլ որ խոսեցիր, հիշեցի Մխիթար Գոշի գիրք Դատաստանին, վերջերս վերընթերցում էի ու այդ նենց հետաքրքիր էր, կանոնները ստեղծվում են ինչ որ բանի հետևանքով, որպեսզի զսպեն այդ իրադարձությունների շարունակականությունը ու որ համեմատում էի մեր իրականության հետ, ինչ կանոններով ենք հիմա առաջնորդվում ու այն ժամանակ ինչ խնդիրներ են եղել, որ պիտի կանոնակարգվեին, շատ տարբեր էին, հա, չգիտեմ, կենցաղային ինչ որ փոքրիկ հարցի համար կար հատուկ գրված կանոն, որ սա այսպես անելու դեպքում հասնում է սա, չգիտեմ, զույգը ամուսնանում է մինչև 18 տարին, ապա ինչ կանոններ պիտի պահեն եւ չխախտեն։ Ու այդ էլի գալով մեր ինքնությանը, եթե տարբեր երաժշտական առումով նայենք, չգիտեմ, իրավական համակարգի տեսանկյունից պատմություն, եթե գնանք խորենացուց գանք, հա, չգիտեմ, գնանք տառերի ստեղծումը, ինչ պատճառով եւ անհրաժեշտությամբ է եղել, հասկանում ենք, որ այս հարստությունը իսկապես մեր ամբողջությունն է ու այդ նաեւ պիտի մի քիչ պատասխանատվություն ունենանք ճանաչելու դա եւ 21-րդ դարում լինելով այսպես ուղակի թեթոթափելով չեն կարող ասել, որ մենք, չգիտեմ, գլոբալիստներ ենք կամ դե ինչ հայրենիք, դե ինչ արժեքներ, ուվ դե ձեր հայրենասիրությունը կամ չգիտեմ այդ մարդիկ եւ այլն, իսկապես երբ մոտենում ու ճանաչում ես, քո դիտակետը փոխվում է, քո հայացքը, քո որոշումները, պատասխանատվությունը փոխվում է։ Ու այսօր մենք նաեւ այդ խնդիրը ունենք հայրենիքը երեխաներին ու շատ հաճախ նաեւ մեր հասակակիցներին սիրել տալու հարցը, հա, մարդիկ ուղղակի հայրենիքը կամ պաթոսախառն հայրենասիրություն են ընկալում կամ չգիտեմ, ընդհանրապես չունեն որևէ զգացում։ Ձեր կոնցեպտը որն է այստեղ, ինչպես սիրել տալ հայրենիքը, պարզ ու հասանելի ձևով։ Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը լուսահոգի ինձ վրա շատ ազդած խոսքեր ունի, որ իմ համոզմամբ շատ ճիշտ են։ Ասում է հայրենիքը սիրելու համար պետք է այն ճանաչել։ Եվ սա հնարավոր է պրոյեկտել յուրաքանչյուր, ասենք, դիմացինի սիրելու համար, լավ պետք ճանաչել, ինքդ քեզ սիրելու համար, լավ պետք ճանաչել, բայց տվյալ դեպքում հայրենիքի մասն ենք խոսում։ Թե չէ այդ սերը մի տեսակ շատ վերացական է լինում, էլի։ Որտեղ այս պաթոսային սեր, էլի, ախ, իմ ճկնաղ հայրենիք։ Բայց ճանաչել չի նշանակում գնալ միայն սարու ձորով եւ մեր վանքերով հիանալ եւ ասել այո ես սիրում եմ։ Ճանաչել նշանակում է ճանաչել նաեւ այն կեղտ ու զիբիլը, որ թափված է վանքերի շուրջ, ճանաչել, որ կան մարդիկ, որ անտառները կտրել են, այսինքն ճանաչել լավն էլ, վատն էլ եւ կարողանալ դրա հետ մեկտեղ սիրել։ Որովհետեւ մենք չենք սիրում ինչ որ կատարյալ բան անընդհատ, էլի չէ։ Սա այդ զգացմունքի հետ կապված պետք է ճանաչել նախ ու այս մշակույթը կրկին գալով մեր թեմային ամենաընտիր ձևն է ճանաչելու երգը, պարը, ճարտարապետությունը, մարդկանց պատմությունը։ Ու բերել կենցաղ երևի։ Հա։ Հետո այդ սերն էլ օրինակ երեխայի հանդեպ սերը, որ սկսում ես զգալ, այդ զգացմունքի հետ մեկտեղ հասկանում ես, որ չի կարող լինել ուղղակի սեր։ Դա պիտի ինչ-որ արարք ծնի, դա պիտի ինչ-որ պատասխանատվության բերի։ Չի լինի, էլի, որ ասես այո, ես քեզ սիրում եմ, բայց տենց թողնես չկերակրես օրինակ պայմանական այդ երեխային, էլի։ Պարզ օրինակ եմ բերում, բայց դա չի լինի։ Սերը պիտի ինչ-որ սերը զգացմունք է, որը մարդուն մղում է դեպի ինչ-որ մի լավ արարք, հանուն իր սիրո օբյեկտի, այսպես ասենք, դա կինդ կլինի, երեխադ կլինի, ընկերդ կլինի, հայրենիքդ կլինի։ Այստեղ պետք է օրինակ առանձնացնենք, էլի, հայրենիքի հանդեպ սերը ինչ է մեզանից ենթադրում, ինչ պատասխանատվություն։ Կան այստեղ կարող են լինել անհատական տեսակի պատասխանատվություններ եւ կարող են լինել նաեւ այսպես ցեղային պատասխանատվություններ, որ բոլորինս են։ Եվ նաեւ առանձին բաներ, որ ասենք Հայկինն է, որովհետեւ ինքը էս ոլորտում է, Լիլիթինն է, որովհետեւ էս ոլորտում է, Գրիգորինն է, որովհետեւ ինքը այն ոլորտում է եւ այլն։
մի հատ պետք է այդ պատասխանատվության կետերը հասկանանք եւ դրանք էլի կարծում եմ գալիս են ինչ որ բարոյական հարցերի պատասխան տալուց հետո օրինակ չգիտեմ էլի ասենք մենք ուզում ենք առողջ երկրում ապրել ասենք առողջության կենաց ենք ասում ուզում ենք որ մեր երեխաները առողջ մեծանան մեր ծնողները մեր ավագ սերունդը առողջ ապրի եւ ինչ ենք անում օրինակ այդ առողջ միջավայրը ստեղծելու համար ես չեմ հիշում այդպիսի մի ֆորում որտեղ հայ մեծանուն բիզնեսմենները հավաքվեն ու ասեն գիտեք ինչ կա եկեք մի հատ այնց անենք որ Հայաստանը ամբողջ աշխարհում առողջ երկրի համբավ ունենա որ այստեղ օրինակ GMO սնունդները չեն լինելու, այդ քիմիաները չեն լինելու, տուրիզմը թող այդպես զարգանա, որ համեցեք այստեղ միայն առողջ սնունդ։ Ավելի դժվար կլինի, ավելի թանկ կլինի, բայց աստվածահաճո կլինի։ Այսինքն մտնում ես յուրաքանչյուր խանութ, ասենք դրամարկղի մոտ սնիկերսներ, սիգարետներ եւ այլն, երեխաներին մենք առողջություն ենք ուզում, էլի։ Սենց երկակի ստանդարտներ կան մեզանում, էլի։ Եվ սա այսպես մի օրինակ բերեցի, սակայն այս դրսևորվում է ամենուր մշակութային դաշտում էլ կեցե կոմիտասը սակայն շատ հազվադեպ կտեսնեք օրինակ հարսանիք որտեղ հնչում են մեր կոմիտասյան երգերը քավլից ով ինչ ուզում է թող լսի հարսանիքին սա չեմ դատում սա ընդգծում եմ էլի կարևոր է իսկն ես շատ կուզեի այդպես ջղայնանա ասե բայց դրանից ոչ մի բան չի փոխվել ուղղակի այդպես է Այս հրաշալի կլիներ, որ եթե օրինակ մեզ լսում են մարդիկ, ովքեր ապագայում նորապսակներ են լինելու, իրանք թող իմանան, որ իրենց հարսանիքը կազմակերպելու ձևից նրանք շատ կոնկրետ կարող են ազդեցություն ունենալ մեր երկրի մշակույթի վրա, որովհետև հարսանիքը զարմանալի այդպես ծես է, ինքը շատ այդպես տիեզերական խորը փիլիսոփայություն իր մեջ ունի եւ այնտեղ ներկա են հասարակության շատ տարբեր շերտեր, շատ տարբեր մարդիկ Եվ պատկերացրեք նորապսակները իրենց ընտանիքը ստեղծելիս հարսանիքի օրը մի քանի գեղեցիկ ավանդույթներ օրինակ կամ մի քանի գեղեցիկ երգեր, մի քանի գեղեցիկ պարեր դարձնեն ավանդույթ ինչ որ միջոցառում կլինի։ Հա 1 2 3 4 մենք կպարենք 14 էլի այսպես ասած մի քանի տարի կանցնի մենք կունենանք որակապես այլ հարսանիքներ։ Բայց հիմա այդ տենդենսը կա ուրախություն բոլորիս հարսանիքներից սկսել են իրականում մենք հիմա խնդիրներից ենք խոսում, եթե կարելի է մի պահ նաև անդրադառնանք ինչ կա եւ լավ կողմերին։ Սա պետք է խոսել անպայման, այսօրվա աշխարհը անդադ նեգատիվի վրա է կենտրոնանում ամենօրյա եւ ամեն ժամյա ռեժիմով, սակայն նախ պետք է ընդգծել, որ կոմիտասյան աշխարհը ունի իր պահապանները։ Սրանք բացառիկ նվիրյալ մարդիկ են, կլինեն երգիչներ, կոմպոզիտորներ, երաժիշտներ, երաժշտագետներ, գիտնականներ, լեզվաբաններ, պատմաբաններ, բոլոր ոլորտներում կոմիտասյան ժամանակներից սկսած կա այդ աշխարհը պահպանող, պաշտպանող ուժեր, այդպես եթե խորհրդանշական ասեմ, իհարկե դրանք անհատներ են, դրանք կոլեկտիվներ են, խմբեր են, գրողներ են, բայց նրանք կոմիտասյան աշխարհի պահապաններն են։ Եվ մենք որպես հասարակություն, արդ բառը հանրություն։ Հա, դա անկապ բառ է, ինչ ես հասկանում, հասարակություն, հանրություն։ Որպես մարդիկ, որպես հայեր, մենք պետք է այսպես ասած մեր գլխի վրա պահենք իրենց այդպեսի խոսակցական արտահայտություն կա։ Մենք պետք է ցույց տանք, որ մենք շատ գնահատում ենք նրանց արած աշխատանքը, որ եթե կոմիտասը փրկեց, պահպանեց այդ ամեն ինչը, նրանք էլ շարունակեցին գործը, առաջ տարան։ Գիտեք ինչքան երգիչներ կան, երգչուհիներ կան, խմբեր կան, որ ուղղակի նվիրյալներ են։ Կգնան կհասնեն աշխարհի ծերի գյուղը, երեխի հետ կաշխատեն, կերկեն, հետ կգան, այս կանեն, կանեն։ Շատ զարմանալի լավ մարդիկ են։ Շատ հետաքրքիր մարդիկ են, որոնց հետ շատ հեշտ է իդեպ նաև խոսել, շփվել, լեզու գտնել, որովհետև այս կոմիտասյան աշխարհին քիչ թե շատ ծանոթ մարդիկ իրար հետ էլի հեշտ են նույնական անում։ Էլ եմ ասում, սա չի նշանակում, որ բոլորը շատ լավ մարդիկ են։ Ինչ որ այդ դաշտում չի էլի այս խոսակցությունը։ Բայց նրանք եւ այսպես այդ դասական աշխարհը պահպանողները կան նորարարական մոտեցումներ ունեցող երաժիշտներ, նոր մտքեր գեներացնող կերպարներ, որը շատ լավ է եւ դա շարունակում է չէ՞ որ այդ կոմիտասյան աշխարհը ոնց որ մի աղբյուր լինի, որից անդադ կարող է սնվել, դրա վրա հենվելով ստեղծել նոր բաներ, ինքը այդ ազատությունը տալիս է վերջապես սա արվեստի ոլորտ է նաեւ, որտեղ ստեղծագործական ազատությունը կապ չունի մարդ դիմացինը համաձայն է թե չէ, սակայն դա այդպես էթիկայի
կանոն է պետք է հարգել դիմացինի ստեղծագործական ազատությունը։ Դու չգիտես այս ժամանակներում ինքը կարող է հասկացվի, չհասկացվի կամ միանգամից չհասկացի վաղ մյուս օր ինչ կլինի, Կոմիտասի այդպես է, Կոմիտասին էլ ինձ չէ որ իր կյանքի օրը բոլորը շատ լավ։ Մեծ մասը իհարկե գիտեն ինչ է անում, ինչ կարևորություն ունի, բայց մարդիկ եկան որ չգիտեմ, նախանձում էին, չէին հասկանում, ամբողջ խոսում էին, այսպես ասած։ Դու նաև որդի ես արդեն եւ հայր։ Ինձ հետաքրքիր է այդ երկու կերպարները, հա, մենք ոնց են համատեղվում քո մեջ ու ինչպիսի որդի ես եղել ու ինչպիսի հայր ես հիմա։ Այդ հարցերին ճիշտ կլինի պատասխանեն հայրս եւ աղջիկս, որովհետեւ չգիտեմ, ժամանակը ցույց կտա, կյանքը ցույց կտա։ Ամեն դեպքում ես դեռ այն չեմ ինչ կարող եմ լինել, այսպես ասած։ Սակայն ես այդ ձգտումը, այդ ճանապարհը տեսնում եմ, ինչպիսին է պետք լինել։ Եվ այսպես ասենք Աստծո զորությամբ փորձում եմ այդ ուղով գնալ։ Ինքը շատ հետաքրքիր ճանապարհ է։ Շատ այդպես տարբեր կետերում ինքնահաղթահարման ճանապարհ է։ Սայթակելու նորից ոտքի կանգնելու ճանապարհ է։ Ամեն դեպքում փորձում եմ, ինչ ասեմ, ինչ որ նորմալ որդի լինել, նորմալ պապա լինել։ Ես թե ծնողներիս, թե կնոջս, թե աղջկաս, թե ընկերներից շատ իմ կյանքի այսպես ամենալուսավոր կետերն են նրանք։ Շատ կուզեի ավելի շատ ժամանակ կարողանալ տրամադրել այդ հարաբերություններին։ Եվ էլ գալով այսօրվա համակարգին, այսօրվա աշխարհին, այնպիսի մի համակարգ է ստեղծվել, որ մարդիկ իրար էլ չեն կարողանում իրար ժամանակ տրամադրել։ Այսօր օրինակ ընկերոջս դաշնակահար Կարեն Անանյան, բանդավա գոնե մեկ-մեկ պատահաբար իրար Երևանում տեսնում ենք, փաթաթվել ենք այ ոնց է, չենք հասցնում իրար տեսնենք, խելագար վազքի մեջ ամեն մեկը ամեն օր 1500 բան է հասցնելու էլի։ Մենք մեր բնական միջավայրից, բնությունից կտրված խցանումների մեջ ապրող ինչ որ կերպարներ ենք դարձել։ Շատ տխրեցնող է եւ մի տեսակ մի քիչ ոնց որ մեղքի զգացողություն առաջացնող մի բան կա, էլի որ ուզում ես քո ընկերների, քո ընտանիքի, ծնողների հետ ավելի շատ ժամանակ անցկացնել, գնալ նրանց տեսնել, որովհետեւ այդ շփումներն են ամենաթանկ բանը, էլի։ Սակայն միևնույն ժամանակ չես կարող այդ ամեն ինչը անել, որովհետեւ էլի հանուն այդ ամեն ինչի դու պիտի մի պահ գնաս, այնտեղ աշխատես, գաս։ Ամեն դեպքում իմ հոր գաղափարները ինձ համար շատ առանցքային տեղ ունեն իմ կյանքում։ Այն մտքերը, որոնց նա անդրադարձել է իր ներկայացումներում, ամեն ներկայացման մեջ առանձնացնելով ինչ որ կարևոր թեմա, կարևոր իմաստ, կարևոր բարոյագիտական դրույթ, այդ ամեն ինչ իմ կյանքում շատ ներկա է, շատ օգնող է, շատ հարցերում այդ մտքերի հետ ես ոնց որ աշխատեմ եմ մտքում, այսպես մտքերի հետ մտածել, այդպեսի բան կա, չէ՞, ոնց որ ասենք գրող կարդում ես, դու իր մտքերի հետ մտածում ես։ Նման բան մի անդադար այսպես ընթացք կա հորս գաղափարների հետ եւ իհարկե այսօրվա բան չի, բայց եթե կյանքի ընթացքում ստացվի համահունչ ապրել կամ ինչ որ չափով համահունչ ապրել այդ գաղափարներին, կարող եմ համարել, որ ինչ որ չափով հաջողեցի։ Սակայն էլի այդ հարցի պատասխանը ճիշտ կլինի հայրս դա, այսպես ասենք, էլի։ Ինչպեսի հայր եմ ես էլ որ ասում եմ լավ կլինի աղջիկս այդ պատասխանը տա։ Դե ինչ ասեմ, շատ սիրող, շատ սիրող իր առօրյայի մեջ, իր վերաբերմունքում, որ գուցե մեր հարաբերություններում երկու կողմից էլ թե հորս հետ, թե աղջկաս հետ, կնոջս հետ սերն է, շատ մենք իրար սիրում ենք, շատ ուրախ ենք իրարով, շատ հարազատ ենք եւ շատ հուսով եմ, որ կյանքի ընթացքում կարողանամ այս ինչ որ հիմա մենք դնում ենք որպես հիմք փոխհարաբերությունների, տեսեք օրինակ իմ հորս հարաբերությունները շատ լավ են, բայց այդ հիմքը ինքն է դրել, չէ՞։ Չի պուճուրիկ երեխան ինքը դեռ չունի այդ հնարավորությունը հիմք դնելու։ Ինքը հետագայում ունի այդ հիմքը ամրապնդելու, մի քարել իր կողմից, դեսպես ասենք, դնելու հնարավորություն։ Հիմա հայրս էլ, մայրս էլ այդ հիմքը ինձ տվել են։
մենք շատ կապված ենք, շատ սիրում ենք իրար։ Ես գիտեմ, որ ես շատ բախտավոր եմ արդեն, որ ունեմ հրաշալի ծնողներ։ Հիմա մենք էլ կնոջս հետ նույն բանը փոխանցում ենք մեր ճուտիկին, մեր Արինեին եւ դա էլ մի չքնաղ աշխարհ է, էլի, որ քեզ ամեն օր կարող է ուժ տալ, դժվարություններ հաղթարես, այո, ինչ որ բան ստացվի, չստացվի, սովորես ինքդ քո սխալի վրա, բայց դա իսկապես Աստծո պարգև է եւ հուսամ կյանքի ընթացքում կարողանամ միշտ լինել հոգատար նրա հանդեպ, լինել նրա կողքին, կապ չունի ինչ իրավիճակում, միշտ ընդունել նրան նենց ոնց որ ինքը կա, սիրել իրան ուղղակի նրա համար, որ ինքը կա, չգիտեմ, հուսամ, չգիտեմ Աստված ինչքան կյանք կտա, ոնց կգնան տարիները, լինել նրա կողքին, երբ նա ընտանիք կկազմի, մի խոսքով, շատ պարզ այդպես ինչ որ մի հատուկ բան չկա, սրանք իրականում շատ պարզ զգացմունքներ են, շատ մարդկային եւ ոնց որ բոլորինն են, էլի։ Իսկ կա մի բան, որ իրենից ես սովորել, աղջկանից հետ։ Շատ բաներ կա, շատ։ Ես կնոջս հետ մի անգամ որ նոր ճուտը ծնվել է, արդեն մի քանի ամիս էր դրա մասին սկսեցինք խոսել, որ զարմանալիորեն երեխաները մեծ ուսուցիչներ են եւ միևնույն ժամանակ ինքը ոչինչ քեզ չի գալիս սովորացնում։ Ինքը այդպես չի գալիս քեզ սովորեցնում, էլի։ Այսինքն սա ճեմարան չի, էլի, որ դու գնացել ես դասի ինչ որ բան սովորելու։ Սակայն նրան նայելով ուղակի դու մեկ ես գնում ես ինչ որ կյանքի մասին սկսում ես հետաքրքիր մտքերի մեջ ընկնել, ինչ որ բաներ բացահայտել։ Ինձ շատ ոգեշնչում է մի փաստ երեխաների մասին, որ կարող ենք հայությամբ ոգեշնչվել ու ընդօրինակել։ Նրանք բացառիկ համառություն են դրսևորում, երբ սկսում են սովորել քայլել։ Անընդհատ ընկնելով, բայց երբեք չի լինում, որ տենց, ասենք 20 անգամ ընկնի, մեկ էլ ասի դե լավ, ես ուրեմն նստած եմ մնում, էլ վերջ է, հասկացանք 20 անգամ ասի ձեռը կառնում։ Տենց չի լինում, էլի։ Այնքան է անում, եկե տուկ կանգնում է, որ աչքերը պսպղած տեսակ ստացվեց, we are the champions։ Շատ հետաքրքիր փիլիսոփայություն կա դրա մեջ։ Մեր կյանքն էլ այդպես է գնում, ընկնել, ոտքի կանգնել, փորձել, բայց հիմա աշխարհը մի հատ այնպես կետի վրա է, որ պիտի այնպես ոտքի կանգնենք, որ էլ չընկնենք։ Էլ հերիք եղավ։ Իսկապես պետք չէ շտապել, մեկ օրվա բան չի, սակայն եթե մենք ուզում ենք հարատևել, իսկ հայերը ուզում են հարատևել, շարունակել ապրել մեր հայրենիքում, կապ չունի ինչպիսի խնդիրներ կգնան, մենք ինչ որ մի կուռ սիստեմ եւ կապվածություն պիտի ունենանք, որը մեզ տալու է հնարավորություն այդ ամեն ինչի միջով անցնելու համար եւ հարվածներին դիմակայելու համար։ Երբ որ մեզանում տեղի կունենան այս փոփոխությունները կամաց, այսպես ասենք, եթե ձուկը գլխից փտել է, պոչից կսկսենք բուժել։ Չգիտեմ, ինչքանով է միտքս կարամ ճիշտ ձևակերպել, սակայն օրինակ իրար հետ պատկերացրեք ձայնակցող, իր մշակույթը երկու պարը ճանաչող, իր նախահայրերի այսպես ժամանակներից եկած պատմությունից զտված կարևոր բարոյական դրույթները, ոնց որ Կոմիտասը երկերը հավաքագրեց, երաժշտությունը հավաքագրեց, մաքրեց, զտեց, համակարգեց, այդպես էլ բարոյական արժեքները պատմության դժվար էջերի միջից բարոյականը կարելի է հանել, հավաքագրել, դառնել դրա կրողը։ Այդ դեպքում չեն լինի այն իշխանություններն ու կառավարությունները, որոնցից այս կամ այն խումբը միշտ ինչ որ դժգոհություններ ունենալու։ Այդ դեպքում ոնց որ մեխանիկան կաշխատի եւ այդ վերնախավ կոչված իսկապես կլինի վերնախավ եւ նույնիսկ կձգտի ազնվականություն լինելու այդ բառին արժանի լինելու։ Սա իհարկե բարդ է, հասկանում եմ, որ այս բանը կարող է հնչել մի քիչ ուտոպիստական, երազկոտ, սակայն ինչ է եղել արգելված է երազելը, էլ պետք չի երազել, թե աշխարհի ամենամեծ նախագծերը սկզբից ուղղակի մի երազանք չէին։ Ես ինքս բազմաթիվ միջոցառումներ եմ վարում, լինում է օրինակ ինչ որ մեծ կորպորացիաներ են լինում, բան, մեկ էլ ասենք մեկը վերականում խոսում է, հեյ, գիտի ասում է, այն ժամանակ սա ընդամենը մի պուճուրիկ երազանք էր, որ մենք երկու հոգով նստած ասում ենք, տենաս, հիմա տեսեք 500 հոգով, բա ինչ, բա մի երազանքից է չէ՞ սկսվում։ Այդ երազանքի հիմքում, կարծում եմ, հիմքերից մեկը, այսինքն չգիտեմ, եթե մի քանի հիմնակար պիտի լինի, պարտադիր հիմնակարներից մեկը մշակույթն։ Մշակույթի մեջ է մեր հոգևոր հայրենիքը։
այն ինչ մեզ մարդ է դարձնում, այն ինչ մեզ հայ է դարձնում, այն ինչ մեզ իրար հետ շփվելու մի նորմալ միջավայր է ստեղծում։ Շատ փիլիսոփայացի։ Չէ, շատ լավն է։ Շնորհակալ եմ, Հայկ։ Վերջում փոքրիկ խաղ խաղանք ու ամփոփենք իմ Լագուշկա, չէ, կապ չունի, սկսում են անկապ։ Իսկ հիմա բլոկ։ Շատ բան կլիներ, սյուր կլիներ։ Վերջում 3 պատմություն կամ տարօրինակ փաստ ասա քո մասին, որոնցից 2-ը ճիշտ, 1-ը սուտ, ու մեզ դիտող լսողները փորձեն զրույցի ընթացքում քեզ որքան որ բացահայտեցին, հասկանալ որն էր այն պատմությունը, որ քո հետ կապ չունի։ 2-ը ճիշտ, 1-ը 2-ը սուտ։ ճիշտ, 1-ը սուտ, ճիշտը արդեն ավարտից հետո կնկարենք եւ կուղարկենք մեզ ամսական բաժանորդագրությամբ միացած մարդկանց, որպես կադրից դուրս հատված։ Մյուսներն էլ մեկնաբանություններում թող գրեն ու որոշեն որն էր սուտ պատմությունը։ Աստված ջան, ինչ դժվար բան է։ 3 տարօրինակ Աստված ջան, քիչ լագուշկա էլի ամենա։ Խաղանք։ Բաներ որ չեն սպասի գուցե քեզնից կամ չգիտեն քո մասին։ Տարօրինակ սովորություն, հատկանիշ, պատմություն։ Պիտի մտածեմ էլի, ինչ Մտածի, ասեմ, հանգիստ դե մոնտաժ մտածի։ կանենք։ Բան 5 minutes later մտած բան։ Լավ, 3 բան ասեմ։ Ես սիրում եմ երգել մուրացկանների համար։ Փարիզում ես հայտնվել եմ Խաղմասում։ Ահա։ Եվ չգիտեմ երրորդը ինչ ասեմ։ Մի րոպե։ Չէ, ինչ-որ անկապ բան է, չեմ կարող։ Չի լինում։ Կարող է չանենք։ Ֆորմատա կոտրում։ Ոչինչ։ Բողոքի մտքից չի գալիս, չէ՞ կասեի հաստատ։ Հատվածները կարող ենք տենց սև ու սպիտակով կադրից դուրս դնել ու տենց բան անել, ամփոփել, որ չստացվեց, մտածել։ Բայց 2 պատմություններին գանք։ Ինձ թվում է 2-ն էլ ճիշտ են։ Մի փոքր բացված կտանք։ Հա։ Բայց չէ։ Չէ։ Եթե չէ, 3-ին գործնեկին է չանդրադառնա։ Բայց լավն է դա։ Մի անգամ այդ Յուսայնով ասում եմ, եկին մոտեցա, բալա ջան, կօգնես ման, ձերս չկար քեշ էլի, ասի ախր Մարիկ ջան, հիմա փոխվել է ժամանակն ու շատ այնս խոսած իմ ասի, ուզում ես մի հատ երգեմ քո համար, այնս շատ անկապ էլի չնախատ։ Ասած այսինքն մոտիկ եկա ու ամբելաձունջի գասենց աչքերին երգեցի։ Շուշատ զգայց որ խոսում եմ, ինչ զգացմունքային բան է դա։ Հետո մի անգամ կասկադի գլխին կանգնած եմ մի հատ պապիկ էր, իրար հետ ինչ որ տես խոսքի բռնվեցինք, նայեցինք բան Մասիսը սիրուն եւ մեր կողքը Արագածը Ալագյազը իր համար բանը երգեցին։ Ալագյաս անամբելա։ Հետո մի խոսքով այտենց ինչ որ շարք սկսվեց։ Մի անգամ մի մարդ մոտեցավ Սիրահարների այգում նստած է, ասեց ես հոկտեմբերյան եմ, թե Էջմիածին չեմ հիշում։ Հա ինչ որ միշտ կա։ Ասենք ասեց 600 դրամ հարկավոր, խնդրում եմ օգնել։ Հանեցի մոտս 400 էր, 400 տվեց, ասի մի հատ էլ երգեմ, որ երգով գնաք ճանապարհ ու էլի ինչ որ չեմ հիշում, ասենք Շողեր ջան, քիչ ասեց ես 6 տարի ամեն օր գնում եմ հոկտեմբերյան, այսպիսի բան չէր եղել ինձ։ Եվ իրականում ինքը շատ հավես բան է որտեղ։ Չգիտեմ, շատ հետաքրքիր բան է ստացվում։ Հավես մի հատ բան է ստացվում։ Դարապես մենք պիտի շատ երգենք իրար հետ, պիտի ապրեցնենք այդ աշխարհը, էլի կապ չունի որտեղ ենք, ինչ ենք։ Իրանք այդ երգերը այնպես երգեր են, որ կյանքի շատ իրավիճակներում մեզ հետ կարող են լինել։ Ոչ մի բարդ բան չկա, որ մարդիկ իրար հետ երգեն, այդ դրա համար ոչ պետք է ինչ-որ տենց առանձնահատուկ ձայներ լինես, ոչ մի բան, թեթև ուղղակի այդ զգացմունքային աշխարհը մեզ իրար հետ ստեղծենք։ Իսկ Փարիզում Խաղմասում այո հայտնվել եմ մեկի տեղը 2 անգամ։ Ինչ պատճառով։ Մեկը ընկերներիս հետ կոլեջի տարիքում բարձրացանք ինչ որ տենց փոստի շենքի վրա բարձրացանք, անկապ էլ ինչ որ տենց տրուբայր, ասենք դրանք կարանք բարձրանք դպրոցական երեխեքին։
Դա էլ բարձվեց բան է, ինչ որ կարևոր շենք է, բայց լավա պիտի քանդեն հետո թե չէ մեջ ինչ որ իսեմ փողեր մողեր եղել, եկան տենց տարան քաղված շուտ։ Դից աղելի մի անգամ էլ մի Բաստիլի հրապարակում մի քանի անաջող կերպարներ հետ կռվի բռնվեցինք։ Այդպես։ Բայց շատ հետաքրքիր փորձառություններ, որտեղ քաղամասում նա ոստիկանների համար նստած մաշտոցից էի պատմում։ Բայց ինչ որ ցեղասպանությունից էի խոսում, օթորը վերցրի երկու Պոստերել։ Հա, ինչ ասեմ, շարից փորձանքից հեռու։ Այդ տարիքում բաներ, չէ՞, տանիքներ բարձրանալը ինչ որ ինձ հաճելի բաներ թվում։ Մեր բակում ամենաաշխուժ բաններից մեկը գարաժների վրա բարձրանալն էր, ինձ վազվզել եւ այդ գարաժի տերերի ներվեր ուտել ըստ այդմ։ Ես մի անգամ տենց բանի ինչ մեր դատարաններից մեկի տանիքում տենց մնացել էի, առավոտը սիրուն տենց արևածագը դիմավորեցի, գնացի տուն ու շատ հպարտ էի, էլի որ գաղտնի բարձրացել եմ։ Շնորհակալ եմ Հայկ։ Լիլի ջան, ես էլ եմ շատ շնորհակալ։ Շնորհակալ եմ հրավերի համար, շնորհակալ եմ որ հնարավորություն եղավ ձեր լսարանի մոտ խոսել Կոմիտասի մասին եւ ուզում եմ սրտանց հաջողություններ մաղթել ձեր ծրագրին, որովհետեւ այսօր գալուց էլ ասացի քեզ, որ շատ հետաքրքիր հյուրեր եւ շատ հետաքրքիր զրույցներ են լինում, որոնցից մի քանիսը ինքս մի քանի անգամ նայել եմ, որտեղ այնքան հագեցած էր ինֆորմացիայով, որ մի անգամով զգում ես չստացվեց էլի լսես, էլի սովորես մի բան եւ վստահ եմ այս հարթակն էլ որ ստեղծել եք շատ դրական ազդեցություն կունենա այս բոլոր կարևոր հարցերի շուրջ եւ խնդրում եմ անպայման հետևողական լինել եւ ոչ մի դժվարություն առաջ կանգ չառնել, ինչպես երեխաները ընկնում ու կանգնում են, այնպես էլ ձեր նախագիծը լավ առաջ գնացեք, գնալով թափ հավաքեք։ Շնորհակալ եմ, այդտենց ընկնելով, կանգնելով գնում ենք ու ամեն շաբաթ եթեր ենք գնում ամեն չորեքշաբթի։ Մի կետ կգա, որոնք չեք ընկնի։ Հա։ Տենց է ձևը։ Տենց պիտի լինի, էլի։ Հաստատ։ Շնորհակալ եմ։ Ողջունում եմ ձեզ։ Ես ուզում եմ այդ քաղաքական թեման մտցնել, բայց ասի լավ, արդեն այնքան մնա այդ զայների թեման էլի։ Նույն բանը նայ, ասում եմ տալ։ Եթե նույն բանը ասեմ այ զայնով, ուրիշի։ Եթե նույն բանը ասում եմ ահա այս զայնով, այլ է։ Եթե նույն բանը, ասում լրի ուրիշ ձև է ասում, բայց նույն բանն եմ ասում, չէ՞, որ ոչ ուրիշ բառ չեմ, ուրիշ միտք չեմ ասում։